Բոլեսլավ Պրուս, Անիծված երջանկություն, 1987 թվական։ Առաջին, մի քիչ լույս։ Պան Վլադիսլավ և պանի Էլենա Վիլսկիները ամուսնացել էին ընդամենը կես տարի առաջ։ Նրանք վատ չէին ապրում, թեպետ կարող էին ավելի լավ ապրել։ 3 սենյակ ունեին նրանք, դրան ավելացրած փոքրիշատե կահ կարասի, ընկերոջ կողմից նվիրած մի 2 օլեոգրաֆիա և բառավ աղախին Մաթեուշովան, որն Աստված գիտե, թե որտեղից էր հայտնվել, սակայն վատ խոհարարուհի չէր։ Տնտեսության մեջ պանի Էլենայի ներդրումը շատ մեծ չէր, նախ և առաջ պետք է հիշել դեղձանիկը, որը վանդակի հետ միասին նրան էր նվիրել մորաքույրը։ Մորաքույրը հարուստ չէր, դե նվերն էլ չասենք, թե թանկագին է, սակայն նրա ուտելու և երգելու կարողության համար նրանով ուրախանում էին, ուստի ինչպես ընդունված է, վանդակը կախեցին պատուհանից։ Դեղձանիկից բացի սենյակում տեղավորեցին սպիտակեղենով լեցուն արկղը, մի արկղ էլ հագուստներով լի, գլխարկով կարտոնատուփը և փոքրիկ մի զարդասեղան, սատանան գիտե թե ինչով լեցուն։ Այդ ողջենոտիքը բերող կառապանը 50 կոպեկ թեյանվեր ստացավ և շատ գոհ մնաց, իսկ Էլունյան, ինչպես հարկն է, տեղադրեց արկղերը, կարտոնատուփը, զարդասեղանն ու նույնպես գոհ մնաց, գուցեև ավելի շատ, քան կառապանը։ Տեղավորվելով նոր տանը, նա շուտով նկատեց, որ իրեն ինչ-որ բան է պակասում, և մի գոգնոց կարեց իր համար, գրպաններով ու կրծկալով, իսկ փեշեմասն էլ զարդարեց բոլորածալով։ Ջահել տանտիրուհին շուտով զարդարվեց ոսկու նման գեղեցիկ ու մաքուր գոգնոցով և առավոտից մինչև երեկո հագից չէր հանում, այդպես էլ ձեռքերը գրպանները դրած պտտվում էր տան մեջ, իսկ հաջորդ օրը պահեց պահարանում, ուր և այն գտնվում է առ այսօր։ Ճիշտն ասած, այդ գոգնոցը նրան բոլորովին էլ հարկավոր չէր։ Մի շաբաթ անց նոր մտահոգություն առաջացավ, որը վերջացավ նրանով, որ պանի Էլենան մուսլինից վարագույրներով պինդ փակեց պատուհանը։ Ամուսինը նրան գովեց, սակայն չգիտեր, թե կինն ինչու այդպես արեց։ Իսկ ես գիտեմ։ Այդ ամուսինը մի հիմար, բայց ներելի սովորություն ուներ։ Հաճախակի համբուրում էր կնոջը։ Նա համբուրում էր նրան առաջին սենյակում, երկրորդում, երրորդում, աթոռի վրա, պատուհանի մոտ դրված հայելու մոտ և ամեն անգամ անփոփոխ հերթականությամբ։ Սկզբում ձախ ձեռքը, հետո աջը կամ հակառակը, հետո վիզը բոլոր կողմերից, հետո դեմքը որտեղ պատահեր։ Պետք է ապացուցված համարել, որ այդ համբույրները պանի Էլենային չէին ձանձրացնում ու չէին դառնացնում, բայց ամեն անգամ այդ արարողությունների ժամանակ կինը գլուխը պատուհանից ետ էր դարձնում։ Ամուսնուն դա զվարճացնում էր, չնայած չէր հասկանում, թե նա ինչու է գլուխը թեքում, բայց կինը հո գիտեր, որ դա սարսափից է։ Հենց իրենց լուսամուտի դիմաց կար մի ուրիշ տան պատուհան, իսկ պատուհանից դուրս էր նայում նոսրացած ու ճերմակած այտամորուքներով, դեղնավուն դեմքով մի ծերունի։ Ջահելները երբ էլ սկսեին համբուրվել, ծերուկը վառ կարմիր ծոպով սպիտակ գիշերային թասակը գագաթին կանգնում էր պատուհանի դիմաց, աչքերը կկոցելով և իր նման դեղին ատամները բացելով թուլանում էր ծիծաղից։ Վրդովված Էլունյան մի օր 10 արշին մուսլին գնեց և վարագուրեց բոլոր պատուհանները։ Այդ օրվանից ծերունու ծամածռված դեմքի փոխարեն նա տեսնում էր միայն նրա ալծոպավոր թասակը, որն ասես ցրտից դողում էր։ Հավանաբար ծերուկը շատ էր բարկացած։ Այդպես էլ պետք է նրան, ցանցառի մեկը, թող չծիծաղի։ Հա, քիչ մնաց մոռանայինք, որ բացի արկղերից, կարտոնատուփից, զարդասեղանից ու դեղձանիկից, Էլենան այս նոր տունը ինչ-որ բան էլ էր բերել։ Ինչ։ Գլուխ մի կոտրեք, բարի մարդիկ, միևնույն է, չեք գտնի։ Ուրեմն այսպես, նա իր հետ բերել էր մի զույգ ձեռք, փոքրիկ, սպիտակ, թմբլիկ ու մրջյունի պես աշխատասեր, դրան ավելացրած հաստ ու թավիշի նման փափուկ մազերի հյուսքը, մի զույգ աչքեր, ինչպես պայծառ երկինքը, մի փոքր վերև ցցված քթիկը և մարջանե շուրթերը, սպիտակ մանր ատամները և սիրտը,
Այնպես ազնիվ ու մաքուր, այնպես սիրող ու հավատարիմ, ախ բարի մարդիկ, դժվար թե գտնվի իմ ու ձեր մեջ։ Մի հիանալի օր, այն ժամանակ նա 17 տարեկան էր, Էլենկայի այժմյան ամուսինը, իսկ այն ժամանակ պոլիտեխնիկական ուսումնարանի ուսանող, նրան ասաց. «Ես ձեզ ուզում եմ մի բան ասել»։ «Ասացեք, լսում եմ», թույլ տվեց Էլենան։ «Բայց դե վախենում եմ»։ «Երևի ինչ-որ վատ բան եք ասելու, այո»։ «Ես ձեզ սիրում եմ»։ Էլենկան զարմանքից բացեց բերանը, հետո ասաց. «Իսկ գիտեք, ախր դա շատ լավ է»։ «Իսկ դուք ինձ սիրում եք»։ «Չգիտեմ»։ «Իսկ ինձ կսպասե՞ք»։ «Օ, անպայման»։ «Դուք ինձ խոսք տվեցիք, և երբ ես ավարտեմ ուսումնարանը, մենք կամուսնանանք»։ «Խնդրում եմ պահպանեք պատշաճությունը», նրա խոսքը կտրեց Էլենկան։ Ահա նրանց ողջ բացատրությունը։ Իսկ 3 տարի անց նրանք ամուսնացան։ Վլադիսլավը ինժեներ-մեխանիկ էր։ Կնոջը դա բոլորովին չէր մտահոգում։ Համարվում էր շատ ընդունակ ու քաղաքավարի մարդ։ Այս հանգամանքը կնոջը մի փոքր հետաքրքրում էր։ Այս ամենի հետ Վլադիսլավը հիանալի արտաքին ուներ։ Սև մորուք ու երկար մազեր, կանաչավուն աչքեր և դեմքի հիանալի գույն։ Այս վերջինը Էլենային բոլորից շատ էր հետաքրքրում։ Ի վերջո Վլադիսլավը սիրում էր նրան, իսկ նա ամուսնու համար պարզապես խելագարվում էր։ Առողջությունը, գեղեցկությունը և միմյանց նկատմամբ սերը ընդհանրանալով մեծ երջանկություն էր դառնում, որը տիրում էր երկրորդ հարկի 3 սենյակներում, ամուսնության 5 ամիսների ընթացքում։ Սակայն ահա մի քանի շաբաթ էր, ինչ ամուսնական երկնակամարում սև ամպեր էին երևացել։ Վլադիսլավը աշխատանք չուներ։ Բանկիր Վելտը, որի միջնորդության շնորհիվ Վիլսկին այս մի տարվա ընթացքում 1.500 դրամ վաստակեց, հարսանիքից հետո չգիտես ինչու սառեց երիտասարդ ինժեների նկատմամբ, իսկ վերջում բոլորովին երես թեքեց նրանից։ Մնացել էին խնայողությունները, հույսը ապագայի նկատմամբ և պատահական որևէ աշխատանք։ Սակայն այս ամենը բավական չէր ընտանիք պահելու համար։ Ուստի ծախսերը ստիպված պակասեցրին։ Հետո մանր թղթադրամի վերածեցին վերջին 25 ռուբլի անոցը և ծախսեցին նախավերջին ռուբլին։ Այդ օրը ջահել ամուսինների համար շատ ծանր էր։ Աշխատելով չնայել կնոջ աչքերին, Վլադիսլավը փակվեց իր սենյակում, որպեսզի անարգել կերպով տանջի իրեն այն բանի համար, որ այդքան անզոր է երջանկացնելու սիրած կնոջը։ Էլենան էլ իր հերթին տեսնելով, որ ամուսինն այդքան տխուր է, իրեն էր մեղավոր համարում և շարունակ կրկնում էր. «Աստված իմ, ինչու նա հարուստի հետ չամուսնացավ։ Ես իհարկե վշտից կմեռնեի, բայց թե այս կյանքում ում եմ պետք։ Անցած եռամսյակում մի շրջազգեստի համար 10 ռուբլի վճարեցի։ Ահ, գոնե որևէ մեկը գներ այն ինձանից»։ Նա այդպես էր մտածում զգուշորեն ման գալով սենյակում ու նայելով իր ծաղիկներին։ Ժամանակ առ ժամանակ նա մոտենում էր փակ դռանը և ականջ դնում, սակայն այնտեղ լռություն էր տիրում։ Բայց դրա փոխարեն խոհանոցից լսվում էր ամանների չխչխկոցը, իսկ պատուհանից դեղձանիկի ծլվլոցը։ «Այդ դեղձանիկն ինչու է ձայնը գլուխը գցել», նյարդայնացած ձայնով հանկարծ ասաց Վլադիսլավը։ Հիմա նա վերջ կտա», պատասխանեց Էլենկան և մոտենալով վանդակին կիսաձայն շշնջաց. «Լռիր իմ թռչնակ, լռիր, մեր Տերը բարկանում է մեզ վրա, լռիր»։ Դեղձանիկը նայեց նրան սկզբում մի աչքով, հետո մյուսով, պոչն աջ ու ձախ ծռեց և սկսեց ավելի բարձր ծլվլալ։ Վախեցած Էլենկան վանդակը ծածկեց սև գլխաշորով։ Թռչունը լռեց։ «Այժմ նա կքնի», շշնջաց Էլենկան և քայլեց դեպի ամուսնու սենյակը։ Ձեռքն արդեն ուզում էր տանել դռան բռնակին, բայց վախենալով սեփական համարձակությունից, ետ քաշվեց սենյակի մեջտեղը և շունչը պահած 1-2 րոպե մնաց այդպես կանգնած։ «Նրան չի կարելի խանգարել», ինքն իրեն ասաց Էլենկան և իր խոստումն ի կատար ածելով բացեց դուռը։ «Դու ինձ կանչեցի՞ր, Վլադեկ», հարցրեց նա։ «Ոչ»։ Նա կամացուկ մոտեցավ ամուսնուն և համբուրեց նրան։
Ինձ թվաց, թե կանչեցիր։ Այդ դեղձանիկն ինձ կատաղեցնում է, փնթփնթաց Վլադիսլավը։ Ես նրան ծածկեցի, արդեն քնել է։ Նա մի անգամ էլ համբուրեց ամուսնուն։ Իսկ եթե որևէ բան քեզ պետք լինի, շարունակեց նա, դու կանչիր ինձ։ Ես ամբողջ ժամանակ այստեղ եմ, այն սենյակում։ Եվ կրկին համբուրեց նրան։ Հետո մի փոքր էլ նայեց ամուսնու թթված դեմքին և ետևից ծածկելով դուռը կամաց դուրս եկավ։ Եվ ասաց Տեր Աստված, ոչ է բարվոք մարդույթ միայն լինել։ Եվ ստեղծեց ևս Տեր Աստված զամենայն գազանս վայրի և զամենայն թռչունս երկնից։ Եվ արք Տեր Աստված թմրություն ի վերա Ադամա։ Եվ ննջյաց, և առ մի ի կողից նորա, և ելիցընդ այնր մարմին, և շինյաց Տեր Աստվածը սկողնձոր առ Ադամա ի կին, և ած գնա առ Ադամ։ Երկրորդ մի քիչ ստվեր։ Վլադիսլավի սենյակն ընդարձակ ու լուսավոր էր, այսինքն այնպիսին, ինչպիսին պիտի լիներ ինժեների արհեստանոցը։ Բացի ամենաանհրաժեշտ իրերից, գրասեղանից, ճոճաթոռից ու աթոռներից, այստեղ տեղադրված էր գծագրական սեղանը, խառատի և ատաղծագործի փոքրիկ հաստոցները, մոդելներ պատրաստելու համար, գրքեր, գծագրեր, մոդելներ, տարբեր տեսակի գործիքների հավաքածու, անգետների հետաքրքրությունը գրգռելու նպատակով։ Սակայն բոլոր առարկաների վրա նկատվում էր անուշադրության հետքը։ Հաստոցների մոտ ոչ մի տաշեղի կտոր, ոչ մի պտղունց թեփ չկար։ Սև և կարմիր տուշի ամանները չորացել էին, գծագրերը դեղնել, իսկ գծագրական տախտակի վրա փակցրած կիսատ գծագրերը ծածկվել էին փոշու հաստ շերտով։ Վլադիսլավը քանի երրորդ անգամ կարդում էր հիդրավլիկում տպագրված հոդվածը ջրանիվների մասին։ Երբ կինը ներս մտավ, նա անասելի դառնությամբ հիշում էր, որ ընդամենը մի շաբաթ առաջ նրան առաջարկեցին կազմել ջրաղացի նախագիծը, իսկ երեկ հայտնեցին, որ ջրաղացը կառուցելու է մեկ ուրիշը։ Միթե արժե տարիներով տանջվել, սեփական անձը զրկել ամեն ինչից, շշնջում էր նա, գիտենալով, որ այդ առավելությունը ստացած մեկը պարզապես ձեռքը ջրաղացների վրա վարժեցրած հյուսն է, որն իր գծագրերը ստեղծում էր փայտի կտորներից։ Այդ սիրտ մաշող եզրակացությամբ նա մի կողմ շպրտեց հիդրավլիկը և սկսեց ինտեգրալ հաշիվներ կատարել։ Նրա հայացքն ընկավ հետևյալ բանաձևին. T1 հավասար է T2 հավասար է 1, և անմիջապես հիշեց, որ տանն ընդամենը մի ռուբլի կա։ Եթե մենակ լինեի, ցամաք հացով մի 2 օր էլ կձգեի, ես սովոր եմ արդեն։ Իսկ նա… Իմ մասին մի մտածիր, իմ Վլադիկ, ես ցամաք հացով էլ կուշտ կլինեմ, առաջին անգամը չէ։ Նա շրջվեց, բայց սենյակում ոչ ոք չկար, և նոր միայն հիշեց, որ Էլոնյան այդ խոսքերն իրեն ասաց մի քանի օր առաջ։ Ես որ իմ տերերի հետ եմ, ինչպես նրանք, այնպես էլ ես։ Նրա հիշողության մեջ լսվեց Մաթեուշովայի ձայնի արձագանքը. Տեր Աստված, ինչ եսամոլն եմ ես, մտածեց նա և ամոթից կարմրեց։ Սակայն ինչ էլ որ լիներ, տանը եղածը միայն մի ռուբլի էր 3 հոգու համար։ Նա մի քանի էջ թերթեց և կանգ առավ հավանականության տեսության վրա։ Եթե ես 40 օր շարունակ աշխատանք չեմ ունեցել, ինչով է հավանական, որ վաղը կունենամ։ 1/41 պատասխանեցին բանաձևերը։ Հետաքրքիր է, իսկ ինչքան է հավանականությունը, որ ես գող կամ մարդասպան կդառնամ։ Բանաձևերը լռում էին։ Պատուհանից երևում էին հալվող ձյունով պատված տանիքները, մի քանի մրսած ճնճղուկներ և մի կտոր երկինք։ Վլադիսլավը հայացքը բարձրացրեց դեպի երկինք և մտածեց, որ այժմ միայն մարտի կեսն է, իսկ մայիսից շուտ նա ֆաբրիկայում գծագրողի պաշտոն չի ստանա։ Ամսական աշխատավարձը կկազմի 30 ռուբլի, 10-ժամյա տաժանակիր աշխատանքի դիմաց։ Նա հաշվումները մի կողմ դրեց և վերցրեց Էպիկտետի մաքսիմները։ Ստրուկ փիլիսոփային շատ անգամ էր հաջողվել բուժել ցավող հոգին։
Վլադիսլավը բացեց գիրքը և սկսեց էջ-էջի ետևից թերթել։ «Հանիր միջիդ ցանկությունն ու վախը», ասում էր իմաստունը, «և ազատված կլինես բռնակալից»։ Օ կույր, օ անիրավ, դու կարող էիր ինքդ քո տերը լինել, սակայն կախման մեջ ես դնում քեզ հազար ու մի բաներից, որ խորթ են քեզ և հեռացնում են ճշմարիտ բարուց։ Հանկարծ Վլադիսլավը վերջ տվեց կարդալուն և լսողությունը լարեց։ Հարևան սենյակում շշուկներ էին լսվում։ «Պանի», ասում էր Մաթեուշովան, «այստեղ մի կին յուղ է բերել»։ «Այսօր չեմ վերցնի», պատասխանում էր Էլունյան։ «Բայց ինչ յուղ է, պարոնը հենց այս տեսակն է սիրում»։ «Թող մի ուրիշ անգամ գա»։ «Էլ ինչու ուրիշ անգամ, նա այդքան շուտ չի գա։ Գիտեք ինչ, ես իմ փողով կգնեմ, իսկ դուք ինձ հետո կվերադարձնեք։ Ես 13 ռուբլի ունեմ»։ Մի րոպե լռություն տիրեց։ Վլադիսլավի ձեռքերն անզոր կախվեցին։ «Ես ձեզ արդեն ասացի, Մաթեուշովա, պետք չէ», կտրեց Էլունյան։ Սպասուհին հեռացավ, քթի տակ ինչ-որ բան փնթփնթալով։ «Ես մի ռուբլի ունեմ», շշնջաց Վլադիսլավը, բայց նույն րոպեին էլ հիշեց, որ այսօր չորեքշաբթի է։ Նշանակում է վաղը նրանց մոտ ճաշելու կգա մի աղքատ ուսանող, մահացած ընկերոջ եղբայրը։ Մի ցանկացիր, որ աշխարհում ամեն ինչ քո կամքով լինի, այլ ցանկաս պիտի, որ ամեն ինչ գնա իր ընթացքով ու միշտ կլինես բավարարված։ Վլադիսլավը ուսերը թոթվեց և փլվեց ճոճաթոռի մեջ։ Այսպիսի փիլիսոփայությունը լավ է այն մարդկանց համար, ովքեր կուշտ ճաշել և վրայից էլ սև սուրճ են ըմպել, կամ էլ նրանց համար, ում մեջ ծանր աշխատանքը վաղուց սպանել է զգալու ընդունակությունը։ Ճոճաթոռի մեջ փլված և աչքերը փակած, ինչպես կվայելե մի մարդու, որ մտադիր է իր հոգու խորքերը պրպտել, միտք էր անում այն մասին, թե որպիսի չնչին պատճառները կարող են մարդուն մեծագույն տառապանք պատճառել։ «Վաղը», կրկնում էր նա, «տանը ոչ մի կոպեկ չի լինի։ Եթե մենակ լինեի, կծիծաղեի այդ բանի վրա և վերջ։ Բայց կինս, ախ, նրա անձնազոհությունը կսպանի ինձ։ 40 օր շարունակ վերջին աղքատի նման ես խնդրեցի, աղաչեցի, որ այդ աշխատանքն ինձ տան, բայց չտվեցին։ Այժմ ինժեներներն ավելի շատ են, քան կոշկակարները։ Ոչ տեղ կա գնալու, ոչ էլ միտք ունի գնալ։ Մեռնել։ Օ Աստված իմ, իսկ ով կմնա նրա հետ։ Գուցե իրերը վաճառեմ, բայց 2 օրից արդեն նույնիսկ ճաշի փող չի լինի»։ Վլադիկ, նայիր, հանկարծ սենյակ վազելով գոռաց Էլենկան։ «Այդ ինչ է»։ «Ես քո բաճկոնակի գրպանում 5 ռուբլի գտա։ Վերցրեցի կարկատելու ու մեկ էլ ծոցագրպանում։ Նայիր»։ Վլադիսլավը նստեց ճոճաթոռին։ Կինը նետվեց նրա գիրկը։ «Տեսնում ես, թե Աստված որքան բարեգութ է մեր նկատմամբ։ Մենք ընդամենը 1 ռուբլի ունեինք, և դու այնպես էիր մտահոգված։ Կարծում ես չէի տեսնում։ Եվ ահա հիմա փող կա։ Մի քանի օր կբավականացնի, իսկ հետո դու աշխատանքի կանցնես»։ «Որտե՞ղ», հարցրեց ամուսինը։ «Դե ես ինչ իմանամ», նրան փարվելով պատասխանեց կինը։ «Ուղղակի դու պետք է աշխատանք ստանաս և վերջ։ Ախր այս փողը վերջինն է»։ «Երեխա, հետաքրքիր է, թե այդ փողն ինչպես է այնտեղ ընկել»։ «Հիշեցի, ինչ-որ մեկից վերցրեցի մանրը և 5-անոցը դրեցի բաճկոնակիս գրպանը, իսկ հետո մոռացա այդ մասին, մտածելով, թե կորցրել եմ։ Համարյա մի տարի է այնտեղ է եղել»։ «Այ տեսնում ես, երբեք չպետք է հուսահատվել։ Դե ժպտա, այ հիմա լավ է։ Կնոջդ նույնիսկ շնորհակալություն չես հայտնում հին բաճկոնակդ վերանորոգելու համար։ Ախ դու նոթոտի մեկը, ես արդեն 3 օր է ուզում եմ լաց լինել։ Սիրած կնոջ հետ չի խոսում, դեղծանիկի վրա բարկանում է, իր համար քիթը կախած նստել է անկյունում։ Դե, կնոջիցդ ներողություն խնդրիր, շուտ, մի անգամ էլ»։ Վլադիսլավը չզգաց, թե ինչպես այդ ծլվլոցի ազդեցությունից, իսկ գուցեև անսպասելիորեն գտնված 5-անոցից վերադառնում է իր հանգստությունը։ Նա ժպտաց, հիշելով քիչ առաջվա հուսահատությունը։ Նույնիսկ անհասկանալի էր, որ այդպիսի դատարկ մի պատճառ, փոքրիկ գումարի առկայությունը,
կարող էր ամրացնել երերացող հավասարակշռությունը, հանգստացնել ալեկոծվող հոգու հողմը։ Ես հիմա կհրամայեմ կերակրել մեզ, ասում էր Էլենկան։ Ճաշին մենք թանապուր ունենք, թթվասերով, պանրով և հացի բոված կտորներով, և մեկ էլ տապակած կարտոֆիլ։ Ես տեսնում եմ, որ քեզ մոտ ապուրը համարյա 4 ճաշատեսակ է համարվում։ Ոչ, ես ասել եմ, որ քեզ համար ձու խաշեն։ Իսկ քեզ համար։ Ես ձու չեմ սիրում։ Բայց չգիտես ինչու հիմա ես էլ ուզեցի։ Գնամ Մաթեուշովային ասեմ, թող մի քանի հատ էլ ավելացնի, ինձ ու քեզ համար։ Փնթփնթան Մաթեուշովան երկար չսպասելով սկսեց սեղանը պատրաստել, իսկ Վլադիսլավը վանդակի վրայից հանեց շալը։ Լույս տեսնելով դեղցանիկը թռվռաց ու սկսեց ծլվլալ։ Նրան միացան փողոցի ճնճղուկները, տանիքից ընկնող հալոցքի ծլթոցը և Էլենկայի ուրախ ծիծաղը։ Այդ ժամանակ դժվար էր իմանալ, թե Վլադիսլավն ինչու հիշեց մի գարնան մասին, թե ինչպես շատ վաղուց, երբ դեռ մանուկ էր, ուժեղ անձրևից հետո նա այգի վազեց։ Երեկվա թառամած կանաչն այսօր փայլում էր զմրուխտի պես։ Երեկվա բողբոջած ծառերը միանգամից կանաչել էին մատղաշ տերևներով։ Գետնին ջրափոսեր էին, երկնքում ծիածանն էր փայլում, և փոքրիկի հոգում այնպիսի մի զգացում ծնվեց, որը նա բացատրել չէր կարող։ Այդ ամենը նրան ներկայացան ամենայն մանրամասնությամբ և հիշողությունից ոգևորվելով անմիջապես գրկեց ու համբուրեց կնոջը, իսկ կինը, թռուցիկ հայացք գցելով վարագույրի կողմը, նրա արանքից դիմացի տան պատուհանում նկատեց ալ ծաղիկներով սուր հասակը և դեղնած դեմքով ծերունու խորամանկ հայացքը։ Նիհար ծերուկը ծիծաղում էր ինչպես միշտ, ու միայն աչքերն ավելի շատ էր կկոցել։ Սակայն այս անգամ Էլենկան նրա վրա չէր բարկանում։ Աստծո կողմից մեր աշխարհն այնպես է ստեղծված, որ երիտասարդ ամուսիններն ուրախանան հինգանոցներով, ջահել կանայք իրենց ամուսիններով, իսկ ծերունիները ջահելների ուրախությամբ։ 3. Ուրվականներ։ 2 օր անց նորապսակները դեռևս 3 ռուբլի ունեին, բայց աշխատանք ստանալու հեռանկար չէր երևում։ Չնայած դրան, նրանք այսօր երեխայի պես ուրախանում էին, և ոչ առանց պատճառի։ Նրանց հետ սեղանի շուրջ նստած էր հին ու հավատարիմ բարեկամներից մեկը, Վլադիսլավի հարսանիքի ազապը, Յուզեֆ Գրոցկին։ Ուրալյան լեռներից Լոնդոն ճանապարհվելիս նա կեսօր մնացել էր Վարշավայում և որոշել էր հանդիպել բարեկամներին։ Գրոցկին, մասնագիտությամբ ինժեներ, արդեն կես տարի էր, ինչ երջանկություն գտնելու հույսով ապրում էր Ասիայի հենց սահմանի մոտ։ Նա ցածրահասակ էր, գեր, բաց խարտյաշ, բամբ ձայն ուներ, շռնդալից ծիծաղ, աշխույժ բնավորություն, պայծառ միտք ու բարի սիրտ։ Վիլսկիներին նա հարազատի պես էր սիրում, և հեռավոր երկրամասերից նրանց համար նվեր էր բերել՝ 2 չինական գավաթ, ոսկու մի փոքրիկ ձուլակտոր և մալախիտի մի բեկոր։ Այժմ բարեկամների հետ թեյի սեղանի նստած նա պատմում էր իր արկածները և պատմությունը վերջացնելով նրանց դիմեց հետևյալ խոսքերով. Ահա այսպիսի բաներ։ Ձեր գործերն ինչպե՞ս են։ Ես թեպետ և աշխատեցի իմ 6000-ը, բայց մի երկրում, ուր թաշկինակ գործածողին ու կարճ գուլպա հագնողին կասկածանքով են նայում, եթե մարդ ուզում է եվրոպական ձևով ապրել, շատ փող է ծախսում։ Հազիվ հաս կարողացա մի 1000 ռուբլի ետ գցել, և այսօր Վարշավայի բանկը դրեցի։ Աղքատ եմ, հը՞։ Այս լսելով Էլենան անասելի դառնությամբ իր քաղցրիկ կապույտ աչքերը դարձրեց դեպի ամուսինը, իսկ Վլադիսլավը հազիվ նկատելի հոնքերը կիտեց։ Գրոցկին անմիջապես որսաց աղքատ մարդկանց հայացքները, ինչ-որ բան հասկացավ և ասաց. Չափից դուրս շատ է իմ աշխատանքը։ Ինձ պատվիրել են գոլորշիով աշխատող փայտասղոցարանի և աղացի նախագծերը կազմել։ Ես այն տեսակետն ունեմ, որ երկաթը տաք-տաք են ծեծում։ Երկուսն էլ միանգամից վերցնում եմ, ամեն մեկը 300 ռուբլու։ Փողն էլ սկզբից։ Հիմա էլ իսկական պատիժ, պետք է տեխնիկ գտնեմ, որպեսզի գործը գլուխ բերի, իսկ ժամանակը սուղ է։ Գուցե Վլադեկը,
Մինչև ականջները կարմրելով շտապ մեջ մտավ Էլենկան։ Վլադիսլավն ասես ասեղների վրա էր նստած։ Վլադեկը, պատասխանեց Գրոցկին։ Ես իհարկե մեծ հաճույքով այդ գործը նրան կհանձնարարեի, եթե միայն նա բարեհաճեր համաձայնել։ Վլադիսլավ, դու ինչ կարծիքի ես։ Համաձայն եմ։ Բրավո։ Ես կարծում եմ, որ այս գործարքը կապելու համար այսքանն էլ բավական է։ Փողն ու ցուցմունքները դու կստանաս անմիջապես։ Այս ասելով ինժեները գրպանից հանեց հեքիաթային մեծության մի դրամապանակ, լիքը լցված փողերով, մուրհակներով ու նոթատետրերով։ Այնտեղից դուրս բերեց ամբողջովին թվերով լցված մի թուղթ և 600 ռուբլյանոց թղթադրամ դրեց սեղանին։ Դու նույնիսկ պատկերացնել չես կարող, թե ինչպես փրկեցիր մեզ, բացականչեց Վլադիսլավը Գրոցկու ձեռքը ամուր սեղմելով։ Այնուհետև պատմեց իր վիճակի մասին։ Անամոթներ, բացականչեց ինժեները, եթե դուք գոնե մի բառ գրեիք ինձ, ես ձեզ մի 2 տարով մի քանի 100 ռուբլի պարտ կտայի, և այն էլ առանց տոկոսների։ Ընդմիշտ բարեկամ մնալու մասին միմյանց խոստումներ տալուց և շնորհակալական խոսքեր ասելուց հետո խոսակցությունը բնականաբար այլ հունով գնաց։ Լսիր, Վլադիսլավ, իսկ ինչպես է լինում միության և ֆաբրիկայի մասին մեր կազմած ծրագրերի հարցը, ծիծաղելով ասաց Գրոցկին։ Գրասեղանի վրա հասունանում է, նույն ձևով պատասխանեց Վլադիսլավը։ Պետք է ձեզ ասեմ, Էլենային դիմելով ասաց Գրոցկին, որ ձեր ամուսինը օրը մի նոր նախագիծ էր ստեղծում և անպայման ֆիլանտրոպիկ ոճով, բայց պետք է նաև ասեմ, որ այդ նախագծերը շատ խելացի էին։ Դրանց մեջ կար մեկը, որով նա դեռևս ուսումնարանում պտտեցրել էր մեր գլուխները։ Այն է, հայրենիք վերադառնալուց հետո, երբ փող ունենանք, կտավի ֆաբրիկա բացենք։ Որի համար դուք առայժմ 1000 ռուբլի ունեք, իսկ Վլադիսլավը կին, նրան ընդհատեց Էլենան։ Ինչ արած, դա էլ կապիտալ է, համաձայնեց Գրոցկին։ Ուրեմն այսպես, պետք է ձեզ ասեմ, որ մենք հաստատ որոշել էինք մեր ֆաբրիկայի միջոցով մեր երկրից դուրս մղել արտասահմանյան կտավը և միանգամայն վերափոխել հայրենական ձեռնարկությունները։ Վլադիսլավը հոգուդ բանվորների օդափոխման նոր սիստեմ էր նախագծել։ Հետո մեծահասակների համար ընթերցասրահ, ինչ-որ անսովոր մի դպրոց երեխաների համար և դասընթացների պես մի բան, գործնական աշխատանքների համար։ Պատրանքներ, տխուր ասաց Վլադիսլավը։ Թույլ տուր քեզ ասեմ, հակաճառեց Գրոցկին, որ մեր երիտասարդական երազանքներն ինձ համար ավելի հաճելի են, քան հարբեցողությունն ու գերմանական բուրշերի սանձարձակությունը։ Քեզ ավելին կասեմ, քո այդ երազանքները օտարության մեջ եղած ժամանակ մեզ սովորեցնում էին մտածել հայրենիքի ու նրա կարիքների մասին։ Եվ հենց քո այդ երազանքներով էլ դու գրավեցիր մեր սրտերը։ Թևերդ կաղմի գցիր, ուժ չենք ունենա ստեղծելու ֆաբրիկա, ուրեմն առաջնակարգ դարբնոց կկառուցենք։ Ուսումնարան բացել չենք կարողանա, ուրեմն կփորձենք օրինակելի արհեստանոց ստեղծել։ Ես հանձնվելու մտադրություն չունեմ։ Ես կանգնած եմ հարստանալու ճանապարհին և խոսք եմ տալիս, որ երբ այն անցնի 10,000-ից, քեզ քո պլանների մասին ես դեռ կհիշեցնեմ։ Խոսելիս ինժեների աչքերը փայլում էին։ Իր ողջ տեսքով նա ոգևորություն էր արտահայտում, և ամենակարևորը, այնպիսի հավատ ուներ սեփական ուժերի նկատմամբ, որը ցավոք չէր բավականացնում կյանքի դառնություններից կքած Վլադիսլավին։ Եվ որքան փող է հարկավոր այդ ֆաբրիկայի համար, գլուխն օրորելով ձայնեց Էլենկան։ Իհարկե շատ։ Բոլոր դեպքերում, եթե ձեր ամուսինը կարողանար երկաթը տակ-տակ ծեծել, ապա իր ֆաբրիկան նա վաղուց կառուցած կլիներ։ Ես։ Իսկ ինչպես։ Զարմացած հարցրեց Վլադիսլավը։ Անուշիկս չես հասկանում, ճչաց Գրոցկին։ Ֆաբրիկայի մասին հարկավոր էր մտածել կես տարի առաջ, երբ տիկին Վելտը վառվում էր քեզ համար։ Ինձ համար։ Տիկին Վելտը, կրկնեց իրեն կորցրած Վլադիսլավը։ Օ հիմարիկ, օ անմեղ գառնուկ, բացականչեց Գրոցկին։ Բարձրաշխարհիկ հասարակության մեջ բոլորը գիտեին, որ այդ հաճելի տիկինը խելագարվում է քեզ համար, իսկ դու այդ մասին մինչև հիմա չգիտես։ Հը։ Խոսակցությանն ունկնդրելով Էլենկան լրիվ մոռացել էր ինքնաեռի մասին։
և տաք թեյն անարգել հոսում էր բաժակների կողքերով։ Այդ փոքրիկ միջադեպի հետևանքով խոսակցությունն այլ հուն ստացավ, և Վլադիսլավը կարողացավ ծածկել իր շփոթությունը, որքան ամոթալի, նույնքան և անսպասելի։ Ժամը 11-ին մոտ Գրոցկին, որը վաղ առավոտյան պետք է մեկներ, հրաժեշտ տվեց իր բարեկամներին և վերջում ասաց. «Պանի Էլենա, եթե դուք դժվար կացության մեջ լինեք և ինձ չհայտնեք, ես ձեզ կատեմ»։ Հուզված Էլենկան սրտանց սեղմեց նրա ձեռքը։ «Իսկ դու, Վլադիսլավ,» շարունակեց ինժեները, «գործի կպիր, բռնիր նրա կոկորդից և փող քամիր։ Ազնիվ խոսք դու միակն ես, ծույլի մեկը, որի ձեռքին ես կուզենայի միլիոններ տեսնել։ Գիտեմ, որ դու անմիջապես այն կծախսեիր, բայց նաև գիտեմ, որ կծախսեիր քեզ համար, հասարակության համար ու քո մտերիմների համար»։ Երբ Գրոցկին գնաց, Էլենկան սկսեց սեղանը հավաքել, իսկ Վլադիսլավը մտահոգ քայլում էր սենյակում։ Նա երկու մտահոգություն ուներ՝ Յուզեֆի առաջարկած գործը, և երկրորդը Վլադիսլավը ի սրտե ցանկանում էր դուրս գցել իր գլխից։ «Հնոցները հարկավոր է պղնձագործի մոտ պատվիրել», մտածում էր նա։ «Տիկին Վելտը սիրել է քեզ», շշնջում էր ուրիշ մի ձայն։ «Հետաքրքիր է, նրանք որքան կարժենան», ինքն իրեն ասում էր Վլադիսլավը։ «Նա քեզ սիրում էր, լսում ես», կրկնում էր նույն ձայնը։ Վլադիսլավը գնաց իր սենյակ և սկսեց գրոցք ու թողած հանձնարարականները նայել։ Հանկարծ նա թեքեց գլուխը։ Նրան թվաց, թե ինչ-որ մեկը կանգնած է իր աթոռի ետևում և շարունակ շշնջում է. «Նա քեզ սիրում էր»։ Նյարդայնացած Վլադիսլավն իրեն նետեց ճոճաթոռի վրա ու ձեռքերը դնելով գլխի տակ, հայացքը հառեց առաստաղին և ահա թե ինչ երևաց նրան։ Մի գեղեցիկ օր հազվադեպ գեղեցկության տեր մի երիտասարդ սերթու կհաքին, որը հատուկ է միայն խնդրարկուներին, մտավ բանկիր Վելտի առանձնասենյակը։ Ճանաչված ֆինանսիստը նստած էր գրքերով ու գրոտած թղթերով լի գրասեղանի մոտ ու կարդում էր։ Նա այնքան էր խորացած ընթերցանության մեջ, որ մոտ 2 րոպե հետո միայն բարեհաճեց նկատել երիտասարդ այցելուին, որն իր հասարակ հոգով մտածեց, թե իր դիմաց հավանաբար հանճար է նստած։ Խոր մտածմունքներից ուշքի գալով մի փոքր բարձրացրեց գործած թասակն ու ասաց. «Պան Վիլսկի, 1000 անգամ ներողություն եմ խնդրում, դուք ինձ թույլ կտաք թասակը չհանել։ Հասկանում եք, ուղեղի ջղաձգումներ ունեմ, ուղեղի այնպիսի ծանրաբեռնվածություն, ինչով կարող եմ ծառայել»։ Պատասխանի փոխարեն Վիլսկին նամակը մեկնեց նրան։ Բանկիրը նայեց կնիքին և հանեց թասակը։ «Ինչպես չէ, գիտեմ, սա իմ ընկերոջից է, իշխան, մենք միմյանց հաճախ ենք գրում, հոյակապ երիտասարդ է, սակայն անուղղելի դեմոկրատ»։ Նա բացեց ծրարը և սկսեց կարդալ, ժամանակ առ ժամանակ բարձրաձայն ընթերցելով. «Ձեր հարգալից ուշադրությանն եմ առաջարկում իմ միանգամայն, այդպես, մեխանիկական բաժնի ամենաաշխատասեր ուսանողը, շատ հաճելի է, մեծ ոսկե մեդալ, պան Վոլսկի»։ «Իմ ազգանունը Վիլսկի է»։ «Ասացեք, պան Վիլսկի, իսկ դա, ձեր այդ մեդալը, իսկապես մեծ է»։ «Այո»։ Իհարկե, նստեցեք խնդրեմ, ինձ մոտ ձևականություններ չկան»։ Նամակը մինչև վերջ կարդալուց հետո Վելտը կրկին խոսեց. «Այս նամակով մեր տան դռները միշտ բաց են ձեզ համար։ Մեր բարեկամների բարեկամները մեր բարեկամներն են։ Այսօրվանից սկսած խնդրեմ, երեկոյան 9:30-ին համեցեք թեյի։ Ընդունում ենք չորեքշաբթի օրերը»։ «Ես չեմ կարող հույս ունենալ», ակնարկեց Վիլսկին։ «Իմ կնոջ սրահում դուք անկասկած կարող եք հանդիպել ընտրյալ հասարակության»։ «Ներեցեք, ես նկատի ունեի իմ ծառայությունը»։ Դուք նկատի ունեք ծառայությունը։ Մենք այդ մասին դեռ կխոսենք»։ Վիլսկին գլուխ տվեց և մոտեցավ դռանը, իսկ բանկիրը նրա ետևից ձայն տվեց. «Մի վայրկյան, պան Վիլսկի, երբ իշխանին նամակ կգրեք, խնդրում եմ իմ կողմից խոնարհ բարևներ հաղորդեք»։ Հենց նույն երեկոյան թեյի սեղանի մոտ Վիլսկին ծանոթացավ տիկին Վելտի հետ։
Դա ծաղկման շրջանում գտնվող կին էր, ոչ այնքան գեղեցիկ, որքան վեհապանծ ու թովիչ։ Նրա թուղ դեմքը շատ նուրբ էր ու խիստ, իսկ սև աչքերն անբացատրելի ուժով խելքահան էին անում տղամարդկանց։ Այդ երեկո տանտիրուհին մի քանի անգամ խոսեց Վիլսկու հետ, իսկ վերջինս ոտքից մինչև գլուխ զբաղված լինելով իր նախագծերով, միայն այդ մասին էր խոսում։ Բանկիրի կինը ուշադիր լսում էր նրան և այնպես սևեռուն էր նայում, որ տուն վերադառնալուց հետո Վլադիսլավը երկար ժամանակ չէր կարողանում քնել։ Հաջորդ օրը Վելտը Վիլսկուն շատ օգտավետ գործ հանձնարարեց և կրկնեց, որ վերջինս կարող է ավելի հաճախ լինել իր տանը։ Նա քեզ սիրում էր, համառորեն փսփսում էր նույն ձայնը, և դրա ազդեցության տակ այժմ Վիլսկու հիշողության մեջ միանգամայն ուրիշ լույսի տակ արթնացան շատ նոր մանրամասներ։ Մի օր, հերթական չորեքշաբթի օրերից մեկը, երբ տիրուհին ու Վիլսկին խոսում էին ուսանողական կյանքի մասին, նրանց միացավ մի բամբասկոտ և սկսեց պատմել ինչ-որ կնոջ մասին, որը փախել էր իր սիրեկանի հետ։ «Կանայք հանուն սիրո շատ բաների են ընդունակ», քմծիծաղով ասաց վերջինս։ Տիկին Վելտը շատ սառը նայեց նրան, և երբ նա հեռացավ, իր հանգիստ կրծքային ձայնով Վիլսկուն ասաց. «Այո, կանայք իսկապես հանուն սիրո շատ բանի են ընդունակ, սակայն տղամարդիկ դա գնահատել չեն կարողանում»։ Այդ ասելով նա առանց Վիլսկուն նայելու վեր կացավ և գնաց միանալու հյուրերի մի ուրիշ խմբի։ Մի ուրիշ անգամ, երբ Վլադիսլավը տիկնոջ առջև սիրտը բացած պատմում էր շինարարական ընկերության պլանների մասին, հանկարծ տիկին Վելտը ընդհատեց նրան և հարցրեց. «Կանանց հետ դուք միշտ ինժեների աշխատանքի մասին եք խոսում միայն»։ «Նայած ինչպիսի կանանց», առարկեց Վիլսկին։ «Ոմանց հետ խոսում եմ արվեստի մասին, սակայն դա ձանձրալի թեմա է»։ «Ահա թե ինչ», նկատեց տանտիրուհին։ «Դե, որևէ բան պատմեցեք»։ Գլուխը ետ գցած աթոռի թիկնակին, կիսափակ աչքերով ու դեմքին զմայլանքի արտահայտություն տված, նա լսում էր Վիլսկու եզրահանգումները հիմքի ասֆալտապատման, ջրախողովակների և բնակելի տներում գազ անցկացնելու մասին և արդեն քանի երրորդ անգամ երկաթյա ծածկերի մասին։ Վիլսկին դժվար կացության մեջ էր։ Նա հարսնացու ուներ, որին սիրում էր, սակայն շարունակում էր ընկերություն անել ուրիշի կնոջ հետ, որն աներևույթ ուժով ձգում էր իրեն։ Տիկին Վելտի հետ խոսելիս նա զգում էր, թե ինչպես են իր մկանները հալած արճիճով լցվում, բայց այդ զգացումը երբեք չէր տիրում նրան։ Երբեմն տիկնոջ հայացքներից ոգևորված, Վլադիսլավը փորձում էր սիրո մասին որևէ բան խոսել, սակայն հենց առաջին փորձերից տիկնոջ դեմքը սառում էր, իսկ շուրթերին արհամարհանքի ու զզվանքի արտահայտություն էր երևում։ Այդ ժամանակ Վիլսկին անմիջապես խոսակցությունն ուրիշ հունով էր տանում, և կրկին անգամ ամեն ինչ լավ էր լինում։ Այդ հանելուկը սկզբում Վիլսկուն անհարմար կացության մեջ էր դնում, բայց նա կամաց-կամաց սովորեց դրան և ինքն իրեն ասում էր. «Շատ ափսոս, որ այդ կինն այդքան սառն է և ընդունակ է մտածել միայն ֆինանսական ու տեխնիկական հարցերի մասին։ Եթե այդպես չլիներ, նրան ճանաչողները կխենթանային նրա համար և առաջին հերթին իր ամուսինը»։ Եվ ահա այդ կինը գրոցկու ասելով խենթանում էր իր Վիլսկու համար։ «Չի կարող պատահել», ինքն իրեն խոսեց Վիլսկին։ Սթափվելով իր պատրանքներից վեր կացավ ճոճաթոռից։ «Տիկին Վելտը մարմարից ու փողերից է ստեղծված, բայց և այնպես նա քեզ սիրում էր», փսփսաց նույն ձայնը։ «Հիմարություն», ծիծաղելով ընդհատեց Վիլսկին։ «Սիրում էր, իսկ նրա ամուսինը լրիվ հրաժարվեց ինձ աշխատանք տալուց»։ «Երբվանից», հարցրեց ձայնը։ «Հենց իմ հարսանիքի օրից», պատասխանեց Վիլսկին։ «Այսինքն այն օրվանից, երբ տիկին Վելտը, իմանալով քո ամուսնության մասին, ծանր հիվանդացավ», եզրակացրեց ձայնը։ Վիլսկու ճակատը պատվեց սառը քրտինքով։ Նա մոտեցավ պատուհանին և սկսեց լսել անձրևի աղմուկը։ Ինչ-որ մեկը մատների ծայրերի վրա մոտեցավ նրան, փարվեց վզին, իր խոնավ շուրթերով կպավ նրա այրվող շուրթերին և ամաչելով կամաց հարցրեց. «Չէ՞ որ դու նրան չես սիրում»։ Վիլսկին ուշքի եկավ։ «Միայն քեզ եմ սիրում, Էլունյա, միայն քեզ»։
Եվ իմ աշխատանքը։ Իսկ ինձ գոնե մի կաթիլ ավելի չես սիրում։ Այ այսպիսի փոքրիկ մի կաթիլ։ Այ այսպիսի մեծ, ծիծաղելով պատասխանեց ամուսինը, և ուրվականները չքացան։ 4. Երջանկության ժպիտը։ Ապրիլի սկիզբն էր։ Ձյունը հալվեց, և փողոցներում գարնան շունչը զգացվեց։ Մի անգամ քաղաքից տուն վերադառնալիս Վլադիսլավը կնոջ համար մի քանի հատ կանաչ խոտ բերեց և ասաց նրան, որ դաշտում արդեն արտույտներ են երևացել, և որ այսօրվանից նա նստում է գրոծք ու պատվերը կատարելու։ Պատվերը նա ավելի շուտ չէր կարող սկսել, քանի որ տեղացի ինժեներներից մեկը նրան շտապ գործ էր հանձնարարել, որը կատարելու համար նա 2 շաբաթ գիշեր ու ցերեկ աշխատել էր։ Վերջապես հիմա նա թուղթն ամրացրեց գծագրական տախտակի վրա ու սրեց մատիտը։ Վլադիկ, իսկ գիտես, որ շուտով մենք երկրորդ փեղկերը կհանենք։ Ախ, ներիր, ես քեզ խանգարում եմ։ Այլևս երբեք չեմ անի։ Գուցե տուշը մաքրեմ։ Այդ ժամանակ ինչ-որ մեկը նախասենյակ մտավ։ Ինչ է պատահել, հարցրեց Էլենկան։ Պարոն Վլադիսլավ Վիլսկուն հեռագիր կա Կրակովից։ Խնդրում եմ ստորագրեք և ստանաք։ Կրակովից։ Հեռագիրը ստանալով մի փոքր զարմացած ձգեց Վլադիսլավը։ Էլունյա, տուր նրան 10 գրոշ։ Նա ավելի շատ զարմացավ, երբ բացեց հեռագիրն ու կարդաց հետևյալը. Օ.Հ. Էդվարդի հավատարիմ ծառան ողջույններ է հաղորդում։ Թաղումը 3 էր, սպասում եմ կարգադրության։ Կլոպոտովիչ։ Այդ ինչ է նշանակում, հարցրեց Էլենկան։ Չեմ հասկանում, պատասխանեց Վլադիսլավը։ Ամենայն հավանականությամբ իմ հորեղբայրը մահացել է, իսկ նրա կառավարիչը խելագարվել։ Հորեղբայրդ մահացել է։ Այն հարուստը։ Գուցե նա քեզ որևէ բան է թողել, հը։ Դա նման չէ նրան։ Նա ինձ միայն մեկ անգամ է 30 ռուբլի տվել, և չեմ կարծում, թե մահվանից հետո առատաձեռն է դարձել։ Համենայն դեպս այստեղ ինչ-որ բան կա, ասաց Էլենկան։ Ինչ կարող է այնտեղ պատահել, աշխատանքի անցնելով, ասաց Վլադիսլավը։ Քառորդ ժամ անց Էլենկան կրկին ասաց. Գոնե մի 10,000 թողներ քեզ։ Մի անհանգստացիր, չի թողել։ Դե որ այդպես է, համբուրիր քո կնոջը։ Վլադիսլավը շատ բարեխղճորեն կատարեց կնոջ հրամանը և շարունակեց աշխատել։ 1 ժամ անց ստացվեց երկրորդ հեռագիրը հետևյալ բովանդակությամբ. Իշխան Բ-ն հռենոսյան առանձնատանը 50,000 հռենոսյան է տալիս։ Հանգուցյալը վճարել էր 30։ Սպասում եմ 1 շաբաթ, փաստաբան X։ Այնտեղ բոլորը խելագարվել են, ինչ է։ Հեռագիրը հատակին շպրտելով փնթփնթաց Վլադիսլավը։ Ոչ, սիրելի Վլադիկ, ինձ թվում է, որ այստեղ ինչ-որ բան կա, ասաց հուզված Էլենկան։ Հավանաբար այդ առանձնատունը հորեղբայրդ քեզ է կտակել։ Մանկական երազանքներ, նա ողջ կյանքում ինձ մարդու տեղ չէր դնում։ Ինչ էլ լինի, անհրաժեշտ է որևէ բան անել։ Ես անում եմ այն, ինչ անհրաժեշտ է, գրոծք ու գծագրերը։ Այդ ժամանակ բերեցին 3-րդ հեռագիրը. Կրակով, ամսի այսինչին։ Ինժեներ-մեխանիկ Վլադիսլավ Վիլսկուն, Վարշավա։ Հանգուցյալ Էդվարդ Վիլսկին ձեզ է կտակել 100,000 հռենոսյան արծեռն, անշարժ կարողության հնգակի գումարը։ Կտակն ինձ մոտ է, թաղումը 3, սպասում եմ կարգադրության։ Փաստաբան Y։ Միթե դա հնարավոր է, Վլադեք։ Ծափ զարկելով բացականչեց Էլենկան։ Փոստատարը դեռևս կանգնած էր սենյակում։ Ձերդ պայծառափայլություն, շնորհավորում եմ բարի լուրի առթիվ, ասաց նա։ Վլադիսլավը նրան 1 զլոտի տվեց։ Փոստատարը ծոծրակը քորելով ու դժգոհ փնթփնթալով դուրս եկավ։ Վլադիկ, նորից բացականչեց Էլենկան, դե վեր կաց, գնա։ Ուր։ Դե ես չգիտեմ, երևի հեռագրատուն։ Ինչու։ Դե ես ինչ գիտեմ։ Աստված իմ, ինչպիսի երջանկություն։ Նա վազեց իր սենյակը և ծնկի իջավ սրբապատկերների առջև։ Հետո անմիջապես վեր թռավ, վազեց խոհանոց ու փաթաթվեց զարմացած և ուրախացած Մաթեուշովային։ Հետո կրկին ծնկի իջավ և սկսեց աղոթել։ Աշխատասենյակ մտնելով նա ամուսնուն նորից գծագրատախտակի մոտ գտավ։ Վլադիկ, դե թող դրանք,
Բացականչեց նա։ Քեզ ինչու ես այդպես պահում։ Ասես ոչինչ էլ չի պատահել։ Դու ինձ ուղղակի վախեցնում ես։ Ասա, իսկ որքան դա կանի մեր փողով։ Մոտ $500,000, հանգիստ պատասխանեց Վիլսկին։ Եվ դա քեզ բոլորովին չի ուրախացնում։ Նույնիսկ այսքան։ Վլադիսլավը մատիտը մի կողմ դրեց, ընդգծված լրջությամբ բռնեց կնոջ ձեռքերը և նայելով նրա աչքերին արտաբերեց. Ասա, Էլոնիա, հենց այս րոպեից իմ ուժերը, առողջությունը, խելքս, ազնվությունս ավելացան։ Իհարկե ոչ։ Ճիշտ է, բայց չէ՞ որ դա ամենաթանկ բանն է։ Այնուամենայնիվ $500,000։ Մենք այդ փողերի գանձապահներն ենք միայն։ Նրանք մեզ չեն պատկանում։ Դե ինքդ ասա, մենք կարող ենք ուտել այդ փողերը, խմել կամ ծախսել ուրախությունների վրա։ Եվ եթե նույնիսկ այդպես անեինք, դա ազնիվ կլիներ։ Էլեն կանոգևորված գրկեց նրան ու համբուրեց։ Սիրելի ամուսինս, բացականչեց նա, ես քեզ չեմ կարողանում հասկանալ, բայց տեսնում եմ, որ դու բոլորովին նման չես ուրիշներին։ Քիչ անց, ինչպես միշտ, նա փոխեց տեղծանիկի ջուրը, ուտելու համար սերմ լցրեց և նստեց ամուսնու վերնաշապիկը կարելու։ Այս կտորը, մտածեց նա, այսօր բոլորովին չբարակեց։ Ճիշտ է ասում Վլադեկը, փողը ոչինչ չի փոխում։ Նա արդեն բոլորովին հանգստացել էր, իսկ Վիլսկին շարունակում էր գծագրել։ Երբ մտնեց, նա լուռ սկսեց քայլել աշխատասենյակում, հետո վառեց լամպը և կրկին շարունակեց գործը։ Միայն այժմ նկատեց, որ հաշվառումների մեջ լուրջ սխալ է թույլ տվել։ Նա պատռեց գծագրերը և թղթի կտորներից մեկի վրա սկսեց գրել ինչ-որ թվեր ու հավասարումներ, որոնցից վերջինը 25,000 էր։ 25,000, շշնջաց նա։ Դա օրական 60 ռուբլուց ավելի է անում, առանց հոգսի ու ցավի ապրելու համար։ Որտեղ ավելի հարմար կլինի օգտագործել այդ փողերը, շարունակում էր նա։ Բաժնետոմսերն այժմ հաստատուն չեն։ Մեկ էլ տեսար հրդեհ, գողերը, բանկ, սակայն ո՞ր բանկը կարող է դրանց ապահովությունը երաշխավորել։ Տանը, իսկ պատերազմը, հրանոթային կրակը, իսկական երջանկությունը հիշեցրեց նրան Էպիկտետը, հավերժական է և ոչնչացման ենթակա չէ։ Այն ամենը, ինչ չի ենթարկվում այդ երկու հատկություններին, իսկական երջանկություն չէ։ Վիլսկին այդ բառերի արձագանքը լսեց իր հոգում, բայց նրանց նշանակությունը չհասկացավ։ Նման մտածելակերպը նրա համար այժմ դատարկ հնչյունի էր վերածվել, և նրանց իմաստը հիմա գոլորշիանում էր աղքատության հետ միասին։ Նրանց փոխարեն նրա ուղեղում այժմ լրիվ ուրիշ մտքեր էին լողում, լուսավորված մինչև այժմ անհայտ ու անբացատրելի փայլով։ Ամենաբարձր հաստատակամությունը ապացուցում էր Լարոշվուկոն, կայանում է նրանում, որ լավ իմանաս ամեն մի ապրանքի իսկական գինը։ Իսկ ես, շշնջաց Վիլսկին, մինչև այժմ չգիտեմ 25,000-ի տարեկան եկամուտի չափը։ Արդեն շատ ուշ էր։ Հոգնած Էլենկան անզգուշությամբ բացեց դուռը։ Դու դեռ աշխատում ես։ Այո, գլուխը չբարձրացնելով ասաց նա։ Բարի գիշեր։ Ինչ տաք է ճակատդ։ Ինչպես միշտ։ Այսօր դու ավելի շուտ կարող էիր պառկել։ Չէ՞ որ դու հիմա փող ունես։ Բարի գիշեր։ Նա սխալվում էր։ Մեծ փողերը չեն թողնում քնելու։ Վիլսկին հանկարծ հիշեց Գրոցկու մասին։ Ինժեների մասին հիշողությունից նա կարմրեց։ Հիանալի տղա է, արտաբերեց նա, սակայն սարսափելի անբարեկիրթ է։ Նրա գլխում հազար ու մի միտք էր ծագում։ Կտավի ֆաբրիկայի, իր ծեր մորաքրոջ, աղքատ ձեռնոց կարողի, որն ինչ-որ ժամանակ իրեն ձրի ճաշերով էր կերակրել, գործողությունների մասին, մարդկանց բարօրության համար իր պլանների մասին։ Հիշեց նաև հայտնի փիլիսոփա ու հոռետես, ավազագույն սերթուկահագին ինչ-որ ծերուկի, որի հետ նա ծանոթացավ Փարիզում։ Նրա մոտ էլ Վլադիսլավը շատ էր խոսում իր հիանալի պլանների մասին։ Ծերուկը սովորաբար նրան լսում էր բարեհոգի ծաղրական ժպիտը դեմքին և վերջում միշտ ասում էր. մեծ մտքերն իր շատ ու շատ վատ կողմերով ունեն նաև մի լավ հատկություն։
Այսինքն, նրանք ծառայում են որպես մանանեխի սպեղանի ուղեղների բորբոքման դեպքում, ընդունակ, բայց աղքատ երիտասարդների համար միայն։ Ճիշտ, որ այդպես է, շշնջաց Վիլսկին։ Իմ հարստությունը շատ մեծ է, որպեսզի այն քամուն տամ, բայց և շատ փոքր է, որպեսզի նրանով երջանկացնեմ ողջ երկիրը։ Եթե ես այն բաժանեմ իմ հայրենակիցների միջև, ամեն մեկին 13 գրոշից էլ պակաս կհասնի։ Այդ ոգևորող եզրակացությամբ էլ նա սահմանագծեց իր մտածմունքները։ Վիլսկին վեր կացավ բազկաթոռից և սկսեց շրջել սենյակում այնպիսի մարդու տեսքով, որն արդեն շատ լավ գիտե, թե ինչ է անելու։ Բարեգործներն անեանում են շահամոլության գրկում, ինչպես գետերը ծովում, ասել է Լարոշֆուկոն։ Ճիշտ էր։ Վլադիսլավի գլուխն այրվում էր, քունքերում մուրճի հարվածներ էր զգում։ Նա բացեց օդանցքը ու խոր շունչ քաշեց։ Փողոցում կեսգիշեր էր ու լռություն։ Սենյակում լամպի նավթը վերջանում էր։ Երբ գլուխը թեքեց, նրան թվաց, թե դիմացի պատը հալվեց կիսախավարում, ու նրա հայացքի առջև բաց արեց նրբաճաշակ մի զարդասենյակ, հարուստ կահույքով ու անուշահոտություններով լցված։ Մուգ կանաչ գույնի թավշյա բազկաթոռում նստած ավելի շուտ կիսապարկած էր ինչ-որ կին։ Գլուխը ետ գցած բազկաթոռի թիկնակին նրա կիսափակ աչքերով թուղ դեմքի վրա հիացմունքի արտահայտություն կար։ Գոնե մի բան ասա, շշնջաց տեսիլքը, թող գոնե ձայնդ լսեմ։ Վիլսկին նետվեց դեպի պատը։ Էլենայի սենյակից տնքոցի ձայներ լսվեցին։ Վիլսկին այժմ արդեն նետվեց կնոջ սենյակը։ Էլունյա, քեզ ինչ է պատահել, գոռաց նա։ Այդ դու ես, Վլադիկ։ Ոչ, ոչինչ։ Ինչ որ երազ տեսա, բայց չգիտեմ, թե ինչ։ Գուցե մեր միլիոնները, ժպտալով հարցրեց նա։ Սակայն կինը չպատասխանեց։ Նա քնած էր։ 5. Առաջին քայլերը։ Առհասարակ սատանան ու խենթությունը մարդկանց վրա գիշերն են իշխում, իսկ ցերեկն առողջ դատողության հայրն է։ Լույսը բացվելուն պես Վիլսկին ամոթով հիշեց երեկոյան տեսիլքները ու հանգստացած սկսեց մտածել այն պարտականությունների մասին, որի համար ճիշտ է, ոչ ոք նրան չէր ստիպում, բայց որոնք հասցրել էին արմատներ գցել նրա հոգում։ Խղճի ու ճշմարտության ձայնը նրան հիշեցնում էր այն մարդկանց գոյության մասին, որոնք ժամանակին իրեն օգնել էին, և այն պլանների մասին, որ հիմա կարող էր ի կատար ածել։ Նա շատ թարմացած անկողնուց վեր կացավ, արագորեն հագնվեց և գնաց հեռագրատուն։ Նա պատրաստվում էր իր մասին տեղյակ պահել գրոցկուն և հրավիրել նրան ընդհանուր գործի մեջ մտնելու համար։ Որ գործի, նա դեռևս ինքն էլ չգիտեր։ Ճանապարհի կեսին նրան ինչ-որ ձայն կանգնեցրեց։ Ետ նայելով նա տեսավ մի կառք, որի միջից իջնում էր վելտը։ Դուք ինձ մոտ էիք գնում, առարկություն չընդունող տոնով ասաց բանկիրը։ Շնորհավորում եմ, նման բաներ հազվադեպ են պատահում։ Դուք ի՞նչը նկատի ունեք։ Իհարկե ձեր միլիոնները։ Ես ամեն ինչ գիտեմ։ Հեքիաթային բախտավորություն։ Իմ դրամարկղը ձեր տրամադրության տակ է։ Հենց այսօր էլ կարող եմ ձեզ 100,000 առաջարկել 8%-ով։ Ավելի էժան դուք ոչ մի տեղ չեք գտնի։ Ցնցված Վիլսկին լռում էր։ Համաձայն եք, համաձայն, խոսել այլևս պետք չէ, շարունակում էր բանկիրը։ Նստեցեք իմ կառքը։ Ձեր արտաքինին անհրաժեշտ է վայելուչ տեսք տալ։ Այժմ ես ձեզ որոշ քանակությամբ փող կտամ, իսկ հետագայում կխոսենք շինարարական ընկերություն հիմնելու ձեր նախագծի մասին։ Ես այդ նախաձեռնությունը հոյակապ եմ համարում։ Կառապան, ետ դարձիր։ Ես ուղիղ ձեզ մոտ էի գալիս։ Պան Վիլսկի, անպայման պետք է ուժերը ներածին չափ ծառայել հասարակությանը։ Անձամբ ես այդպես եմ վարվում։ Իսկ շինարարական ընկերությունը մեզ համար պարզապես անհրաժեշտություն է։ Երբ ձիերը կանգ առան, բանկիրն ասաց. Հիմա ես կհրամայեմ երաշխիքային պարտավորություն կազմեն, իսկ դուք խնդրում եմ առայժմ գնացեք իմ Ամելիայի մոտ։ Վիլսկին մեքենայաբար բարձրացավ աստիճաններով և մի վայրկյան անց արդեն հյուրասենյակում էր։ Անցավ 1 րոպե, 2 րոպե, երրորդին դռների մեջ երևաց բանկիրի կինը։ Նա շատ գունատ էր։
Ձեռքը մեկնելով Վիլսկուն, նա փոխված ձայնով ասաց. «Վաղուց է ինչ չենք տեսնվել»։ Մի ակնթարթ նրա դեմքը կարմրեց։ Կարճ լռություն տիրեց, որը կրկին ընդհատվեց տիկին Վելտի կողմից։ «Ես այսօր իմացա ձեր… չգիտեմ, թե ինչպես անվանեմ։ Մարդիկ դա երջանկություն են անվանում։ Եվ եթե դա իսկապես երջանկություն է, ապա ես անկեղծորեն, ամբողջ սրտով շնորհավորում եմ ձեզ»։ Վիլսկին համբուրեց նրա ձեռքը։ Այն կրակի պես տաք էր, բայց անշարժ։ Հետո սկսեցին խոսել տարբեր թեմաների շուրջ, սկզբում մի փոքր քաշվելով, իսկ այնուհետև ավելի ու ավելի ազատ։ Հանկարծ աստիճանների վրա լսվեց Վելտի ձայնը։ Պանի Ամելիան խոսքը կտրեց և արագ հարցրեց. «Ասում են դուք պատրաստվում եք Կրակով մեկնել, այո»։ «Ստիպված եմ»։ «Ե՞րբ»։ «Ճիշտն ասած, դեռ չգիտեմ»։ «Ես էլ եմ պատրաստվում մեկնելու»։ «Ե՞րբ»։ Զգալով, թե ինչպես է կանգ առնում սիրտը, հարցրեց Վիլսկին։ Պանի Ամելիան տատանվեց։ «Դա դեռ վերջնականապես վճռված չէ», ասաց նա։ Բանկիրը բարձրանում էր աստիճաններով։ «Ուրբաթ երեկոյան», ցածր ձայնով արագորեն ասաց կինը։ Վելտը մտավ հյուրասենյակ։ 1 րոպե խոսեցին երեքով, այնուհետև բանկիրը Վիլսկուն հրավիրեց իր աշխատասենյակը։ Նրանք այնտեղ մոտ 1 ժամի չափ փողերն էին հաշվում, այնուհետև բաժանվեցին ինչպես բարեկամներ։ «Խնդրում եմ նկատի ունենաք», հրաժեշտ տալով ասաց բանկիրը, «որ ես շուտ համոզվող մարդ եմ, որ կողմը շրջես, այն կողմն էլ կշրջվեմ։ Ես ձեր նախագծերի նկատմամբ միշտ էլ հարգանք եմ տածել, և եթե չլիներ, ինչ ասեմ, դուք հո լավ գիտեք, թե ինչ է նշանակում կնոջ զգուշությունը։ Ես հույս ունեմ, որ դուք չեք բարկանա իմ Ամելիայի վրա, եթե ասեմ, որ այդ նա էր խանգարում մեր փոխըմբռնմանը։ Բայց երեկ ես նրան վերջապես զինաթափեցի։ Դուք հաջողակ մարդ եք, ձեր բախտը բերում է, իսկ գործարար հարաբերությունների մեջ դա շատ մեծ նշանակություն ունի»։ Վլադիսլավն արդեն դուրս էր գալիս, երբ Վելտը ձայնեց. «Մի րոպե, գիտեք ինչ, եկեք իրար հետ դույով խոսենք։ Բարեկամների և գործընկերների միջև ոչ մի ձևականություն չպետք է լինի։ Այդպիսին է իմ սկզբունքը»։ Տանը Վլադիսլավը մի քանի այցետոմսեր տեսավ, որոնք ստացված էին այն բարեկամներից, որոնք դեռ երեկ նրան չէին ցանկանում ճանաչել, ու մի քանի խնդրագրեր աղքատներին օգնություն ցույց տալու համար։ Երևում էր, որ վերջիններս հրաշքով էին իմացել իր հարստության մասին։ «Ահա թե ինչպիսին է մարդկային հոգեբանությունը», ծաղրանքով ասաց նա։ «Բայց դու բոլոր դեպքերում օգնիր այդ աղքատներին։ Ով գիտե, Վլադիկ, գուցե նրանք էլ վաղուց ծախսել են իրենց վերջին ռուբլին», պատասխանեց Էլենկան։ Վլադիսլավը խոստացավ օգնել նրանց։ Հետո ծիծաղելով պատմեց Վելտի հետ սրտալից հանդիպման մասին, ցույց տվեց փողերը, այնուհետև հայտնեց, որ ուրբաթ օրը մեկնում է Կրակով։ «Այսինքն՝ վաղը չէ մյուս օրը», շշնջաց Էլենկան գունատվելով։ «Ես այնքան տխուր կլինեմ»։ Նա գրկեց կնոջը, և դրանից հետո մեկնելու մասին այլևս ոչ մի խոսք չեղավ։ Հաջորդ օրը նա ասաց, որ նոր բնակարան է վարձել։ Կրակովյան փողոցի վրա 5 սենյակ է, միջանցքով ու խոհանոցով, և այդ ամենը 700 ռուբլով։ «Մենք այստեղ մեզ այնքան լավ էինք զգում», պատասխանեց Էլենկան։ «Այ կտեսնես, այդ նոր բնակարանում մենք երջանկություն չենք ունենա»։ «Դրանից բացի», շարունակեց ամուսինը, «մենք հիանալի կահույք ձեռք կբերենք, սպասավորներ, աղախին ու լավ խոհարար»։ «Իսկ ի՞նչ կլինի Մաթեուշովայի հետ»։ «Ախ, իսկապես։ Լավ, մենք դեռ կմտածենք նրա մասին»։ Եկավ մեկնելու օրը։ Եղանակը շատ վատ էր, քամոտ, ամպոտ ու խոնավ։ Վիլսկին մտահոգ էր։ Էլենկան շարունակ հոգոց էր հանում։ Երկուսն էլ ճաշին ձեռք չտվեցին և անհանգիստ երեկոյին էին սպասում։ Ժամը 8-ին մոտ Էլենկան ասաց. «Ես քեզ մինչև գնաց կճանապարհեմ, լավ»։ «Ինչի համար հրեշտակս, կմրսես»։ Ժամը 9-ին մոտ տանը մի կառք մոտեցավ։ Վլադիսլավը դանդաղ հագավ վերարկուն, վերցրեց պայուսակը։ Սենյակում մեռյալ լռություն էր տիրում։ «Մի 2 շաբաթից ես կվերադառնամ», խուլ ձայնով ասաց Վիլսկին։ «Կվերադառնաս», շշնջաց Էլենկան, գլուխը նրա կրծքին դնելով։
Հանկարծ ինչ-որ փշփշոտ բան կպավ Վիլսկու ձեռքին։ Ծեր մաթե ու շովաներ համբուրում նրան։ Վիլսկին շտապ դուրս եկավ, բայց մի քանի աստիճան դեռ չիջած կանգ առավ։ Նրան թվաց ինչ-որ բան կաշկանդեց նրա ոտքերը։ Մի քիչ դանդաղեց, հետո սաստիկ հուզված ետ դարձավ։ Դեռևս միջանցքում կանգնած Էլենկան ընկավ նրա գիրկը։ «Օ, չմոռանաս ինձ», արտասվելով հազիվ կարողացավ արտասանել նա։ Վիլսկին կրկին դուրս եկավ։ Այս անգամ էլ Էլենկան վազեց նրա ետևից։ «Կվերադառնաս, չես մոռանա»։ Արդեն կառքի մեջ նստած նա մեկ անգամ էլ նայեց վերև և երկրորդ հարկի պատուհանում տեսավ ետ քաշված վարագույրը և ինչ-որ ստվեր նրա մոտ կանգնած։ «Օ, չմոռանաս ինձ»։ Փողոցները մառախուղով էին լցվել, լապտերները կարմիր լույս էին արձակում։ Չորս կողմից քայլերի ձայն էր լսվում և անիվների դղրդոց։ «Կվերադառնաս, չես մոռանա», շշնջում էր արձագանքը։ Վիլսկին կայարան հասավ հուզված ու նյարդայնացած։ Ուղեբեռը բեռնակրին տալով նա առանց ետ նայելու գնաց ուղիղ դեպի առաջին կարգի սրահը։ Այնտեղ ընդամենը մի քանի մարդ կար, բոլորն էլ անծանոթ։ Դա նրան հանգստացրեց։ Շունչը ետ բերեց, կարծես շատ մեծ վտանգից էր ազատվել, ու մտովին նորից հրաժեշտ տվեց Էլենկային։ Այդ պահին լսվեց Վելտի ձայնը։ «Հրաշալի է, նշանակում է դու էլ ես այստեղ»։ «Ինչպես տեսնում ես»։ «Պատկերացրու, որ իմ Ամելիան էլ է մեկնում։ Ես նրան մի գործով Կրակով եմ ուղարկում, որտեղ պետք է, դե ինքդ գիտես թե ինչ։ Մի բան, որ միայն նա կարող է գլուխ բերել»։ Տիկին Վելտը անտրամադիր էր և շարունակ լռում էր։ Վիլսկին գնաց տոմս վերցնելու և երբ վերադարձավ, բանկիրը ծիծաղելով ասաց նրան. «Ինչ ուզում ես ասա, կինն ուրիշ բան է։ 3 օր առաջ հայտարարեց, որ կգնա, իսկ այսօր ամբողջ օրը քամահաճություն էր անում, իսկ հիմա էլ հայտնում է, թե վախենում է մրսի ու գերադասում է վաղը մեկնել»։ «Դե ինչ, գուցեև արժե», սառը պատասխանեց Վիլսկին։ «Ցավում է, որ դու ինձ չծանոթացրեցիր քո գործի հետ, այլապես ես կաշխատեի գլուխ բերել այն»։ «Ինչ ես ասում, քո գլուխը հիմա քո միլիոններով է լցված, իսկ իմ գործը սառնասրտություն և ուշադրություն է պահանջում։ Ոչ, միայն նա կարող է գլուխ բերել»։ Զանգը տվեցին։ Ուղևորները սկսեցին զբաղեցնել իրենց տեղերը։ Հանկարծ արյան տաք շիթը հարվածեց Վիլսկու քունքին։ Մինչև գետինը հասնող երկար շրջազգեստի տակից նա նկատեց տիկին Վելտի գեղեցիկ փոքրիկ ոտի ուրվագիծը։ Այդ ոտքի տեսքից նա մոռացավ և կնոջը, և հուզմունքը, և քիչ առաջվա զգացած տհաճ ապրումները։ «Դե նստիր, Վլադիսլավ», գոռաց բանկիրը։ Չորս կողմը ճանապարհորդների ձայներն էին լսվում։ Գնացքը շարժվեց, բայց Վլադիսլավը ոչինչ չէր նկատում։ Նա դժվարությամբ կարգավորեց շնչառությունը։ «Յուրօրինակ դրություն է», հանկարծ ձայնեց տիկին Վելտը։ «Քիչ առաջ ես տեսա Սվեգոտնիցկուն և գրեթե համոզված եմ, որ վաղն ամբողջ Վարշավան կսկսի բամբասել, թե ես իմ ամուսնու համաձայնությամբ ու ներկայությամբ փախել եմ ձեզ հետ»։ «Իսկ մեզ ինչ», իր վառվող հայացքով այրելով նրան ասաց Վիլսկին։ «Ձեզ համար ոչինչ, ինձ համար ոչ մի բան», բազմանշանակ պատասխանեց նա։ «Ինչ էլ որ լինի, փաստը մնում է փաստ։ Եվ եթե դա այդպես է…»։ Ամելիայի հայացքը նրան ստիպեց լռել։ Եվ միայն այժմ Վիլսկին նկատեց, որ կուպեում իրենք երկուսով են։ Երկար լռություն տիրեց։ Այդ ընթացքում տիկին Ամելիան անտարբեր հայացքով պատուհանից դուրս էր նայում, իսկ Վիլսկին կորցրեց ինքնատիրապետման վերջին մնացորդը։ Ազգուշորեն նա վայր գցեց ձեռնոցը, որն ընկավ տիկին Վելտի ոտքի մոտ։ Երբ կռացավ այն վերցնելու, Վիլսկին թևքով զգուշությամբ կպավ նրա կոշիկին։ Հանկարծ նա զգաց, որ իր մարմնի մկանները դարձան երկաթյա շիկացած զսպանակներ, որ կուրծքը ուրվոր է կպայթի, որ սեփական շնչառությունն այրում է իրեն։ Նա հայացքը բարձրացրեց Ամելիայի վրա և մտածեց, որ եթե այժմ երկուսին սվինների մի անտառ բաժաներ, նա մի խուտ ճիպոտների նման կցրեր բոլորը։ «Հուսով եմ, դուք ինձ կծանոթացնեք ձեր տիկնոջ հետ»,
Մի ձայնով, որն ասես սուր դանակի պես կտրեց նրա սիրտը, ասաց բանկիրի կինը։ Լուռ, ջղաձիգ անհամբերությամբ Վիլսկին սպասում էր լույսը բացվելուն։ Երբ գնացքը հասավ սահմանին, նա կնոջը հեռագիր ուղարկեց։ 6. Դժոխք տանող սանդուղքը։ Կրակովում Վլադիսլավը տիկին Վելտից համարյա սառնորեն բաժանվեց։ Այնուհետև մի քանի օր անընդհատ զբաղված լինելով գործերով, նրան համարյա չէր տեսնում։ Այդ ընթացքում նա հասցրել էր մոտիկից ծանոթանալ իր ժառանգությանը։ Կարոտով լի ու շուտ վերադառնալու խնդրանքով տոգորված երկու նամակ ստանալ Էլենկայից, որոնց մեջ հիշեցնում էր մի քանի հին ծանոթների մասին, որ աղքատ էին և որ ինքը խոստացել էր օգնել։ Առաջին շաբաթվա վերջում նա նամակ ստացավ Վարշավայից և մի երկտող Կրակովից։ Երկու ձեռագրերն էլ նրան ծանոթ էին, սակայն նա սկզբում առաջին նամակը կարդաց։ Վարշավայից նրան աղքատ ուսանողն էր գրում, որը սովորաբար չորեքշաբթի օրերին ճաշում էր Վիլսկիների մոտ։ Հասարակ, բայց սրտալի արտահայտություններով երիտասարդը Վիլսկուն շնորհավորում էր ժառանգության առթիվ և ցավում այն բանի համար, որ նրա մեկնելուց առաջ անձամբ չի կարողացել հանդիպել։ «Խեղճ տղա», ասաց Վիլսկին, «կփորձեմ փող ուղարկել նրան։ Կխոսեմ ընկերական անկեղծությամբ, թեկուզ և նամակի միջոցով, և կարծում եմ չի նեղանա»։ Այնուհետև նա բացեց երկրորդը, որի մեջ հետևյալն էր գրված. «Երբեք չէի կարծում, որ դուք կարող եք ձեր հայրենակցուհուն ձանձրույթից ու մենակությունից մահվան դատապարտել։ Այսօր սպասում եմ թեյի, Ա. Վելտ»։ Վիլսկին թոթվեց ուսերը և քանի որ դեռ շատ ժամանակ կար, գնաց քաղաքում զբոսնելու։ Փողոցներում աննպատակ քայլելով նա մեկում կոշիկի ցուցափեղկ նկատեց, ուր ամենատարբեր ձևի ու գույնի կոշիկների հավաքածուի մեջ փոքրիկ սև գույնի հունգարական կիսակոշիկներ տեսավ։ Մի քիչ այդտեղ կանգնելուց հետո կրկին սկսեց քայլել հենց այնպես, աննպատակ, ուր ոտքերն էին տանում։ Այտերի վրա մուգ կարմիր երևաց, երևակայությունը տենդորեն գործում էր, և նա ինքն իրեն Վարշավայում տեսավ, տանիքի տակի փոքրիկ սենյակում։ Այնտեղ ցուրտ է, սովն ու հուսահատությունը տանջում են իրեն։ Հանկարծ բացվեց դուռը։ Դռների մեջ երևաց փոքրահասակ, մեծ փորով, ժպիտը դեմքին ու գլխարկը ձեռքին պահած մի մարդ։ Դա ձեղնահարկի հարևանն էր, աղքատ ձեռնոց կարողը։ «Ինչ կհրամայեք», հարցրեց նրան Վիլսկին։ «Ես չեմ հրամայում, այլ եկել եմ ձեզ խնդրելու», պատասխանեց հյուրը։ «Աստված իմ», շարունակեց նա, «ինչ կարիք կա պահմտոցի խաղալու։ Խնդրում եմ ինձ մի ծառայություն մատուցեք»։ «Իսկ ինչպիսի»։ «Թույլ տվեք վառել ձեր վառարանը և տաք ճաշով կերակրել ձեզ»։ «Սակայն ես նախապես գիտեմ, թե ինչ պետք է ասեք», նրա խոսքը կտրեց ձեռնոց կարողը, «բայց դա պետք չէ։ Դուք երիտասարդ եք, ուսումնական, և կարծում եմ անպայման մեծ դիրքի կհասնեք, և եթե ոչ ինձ, ապա գոնե իմ երեխաներին կվերադարձնեք այդ ճաշերը, նույնիսկ տոկոսներով։ Դե խնդրում եմ ձեզ, այլապես այստեղից չեմ հեռանա»։ Այս ասելով այդ բարի մարդը ձեռքը մեկնեց Վիլսկուն։ Երկու աղքատներն ամուր սեղմեցին միմյանց ձեռքը, և խաղաղություն հաստատվեց։ Հանկարծ հեռու անցյալի տեսիլքի և այսօրվա հարուստի միջև կանգնեց հունգարական կոշիկի տեսիլքը։ Վիլսկին սթափվեց և գնաց բանկիրի կնոջ մոտ։ Նա տիկին Վելտին գտավ հյուրասենյակում։ Նրա կողքին մի փունջ վարդ էր դրված։ Տիկինը ժպտաց և ձեռքը մեկնելով Վիլսկուն, փափուկ հանդիմանանքով ասաց. «Ես ձեզ նույնիսկ չպետք է բարևեի։ Ինձ արդարացնում է իմ զբաղվածությունը», պատասխանեց շփոթված Վիլսկին։ «Սակայն վերջնականորեն դուք կարդարացվեք այն դեպքում միայն, եթե այսօրվա երեկոն նվիրեք ինձ»։ Վիլսկին քնքշանքով ու լռությամբ լսում էր նրան։ Ողջ երեկոյի ընթացքում նրանք խոսեցին գարնան, ծաղիկների, լեռնային տեսարանների մասին։ Խոսում էին կիսաձայն, ինչպես ուսանողն ու ինստիտուտ կան հիվանդի մահճի մոտ։ Ժամը 11-ին մոտ Վիլսկին պատրաստվելով հեռանալու ասաց.
Այս ծաղիկներից մեկն ինձ չեք տա։ Ինչու՞։ Որպեսզի շատակ այսօրվա երեկոյի։ Այո, ասաց նա։ Կյանքում այդպիսի օրեր շատ քիչ են լինում։ Եվ վարդը հանելով փնջից ասաց. Վերցրեք ի նշան մեր բարեկամության։ Նրա աչքերը խոնավ էին։ Վլադիսլավը տուն վերադառնալիս ասես մոլուցքի մեջ լիներ, չիմանալով ինչ մտածեր և ինչին հավատար։ Տենդորեն դողալով նա անկողին մտավ և ջերմ ունեցողի պես քնեց, սեղմված ատամների արանքից շշնջալով. Ինչ էլ որ լինի, նա ինձ սիրում է, և ես անուղղելի անասուն կլինեմ, եթե ետ վանեմ այդ երջանկությունը, կամ էլ անհամբերությամբ գործը փչացնեմ։ Հաջորդ օրը տիկին Վելտը նրան ճաշի հրավիրեց։ Պատրաստվելով գնալ նրա մոտ, Վիլսկին հիշեց աղքատ ուսանողի մասին և իր կարծիքով շատ ընկերական մի նամակի հետ նրան փող ուղարկեց։ Իրականում այդ նամակը շատ անտարբեր ու անուշադիր էր գրված։ Այդ օրվանից նրա ճակատագիրը որոշված էր։ Կնոջը նա սկսեց ավելի հազվադեպ գրել, պատճառաբանելով իր զբաղվածությունն ու դժվարությունները, բայց դրա փոխարեն սկսեց ավելի ու ավելի հաճախ լինել և ավելի երկար նստել բանկիրի կնոջ մոտ։ Հավատարիմ մնալով իր խոստմանը լինել համբերատար, նա բավարարվում էր միայն խոսակցություններով, ձեռքսեղմումներով, հայացքներով, որոնք գնալով ավելի ջերմ ու կրքոտ էին դառնում։ Ժամանակ առ ժամանակ նրան թվում էր, թե հնազանդության փորձությունը շատ է ձգձգվում։ Այդպիսի պահերին նա ավելի խիզախ էր դառնում։ Սակայն տիկին Վելտը սառնորեն ետ էր մղում նրան, և Վլադիսլավը կորցնում էր գլուխը։ Երբեմն նա որոշում էր վերադառնալ Վարշավա, բայց նրա հաստատակամությունը շուտով թուլանում էր և ինքն իրեն ասում էր. մի օր էլ, վերջինը։ Արդեն մայիսի կեսերն էր։ Բանկիրը կնոջը շտապեցնում էր տուն դառնալ, և պանի Ամելիան ավելի հաճախ էր խոսում վերադարձի մասին։ Մի օր էլ, թախանձում էր Վիլսկին։ Լավ, լինում էր պատասխանը, և նրանք մնում էին։ Բոլոր տեսակի գործերը մոտենում էին ավարտին։ Հանգուցյալի տունն ու ապրանքները վաճառված էին, և փողը Վլադիսլավի գրպանում էր։ Սակայն այդ մասին նա քիչ էր մտածում։ Նրա համար ողջ աշխարհը խտացել էր պանի Ամելիայի առանձնասենյակում։ Ողջ կյանքը իր մտքի մեջ միայն։ Մի օր էլ։ Հարուստ ժառանգությունը ոսկյա թել հանդիսացավ, որի վրայով նրա հոգում տեղավորվեց ահավոր մի հիվանդություն։ Նա գիտեր այդ մասին, հասկանում էր, որ հարկավոր է բուժվել, նույնիսկ նախազգում էր, որ կբուժվի, բայց երբ։ Անիծված երջանկություն։ Մի գեղեցիկ օր նա Վարշավայից 2 նամակ ստացավ։ Նրանցից մեկը ուսանողից էր, որը ետ էր ուղարկել իր փողերը։ Երիտասարդն այն ուղեկցել էր հարգանքի խոսքերով, բայց դրա հետ միաժամանակ խոր վիրավորանքով հասկացնել էր տվել, որ ողորմություն չէր խնդրել, ուստի ընդունել այդ փողերը չի կարող։ Զզվելի է, շշնջաց վշտացած Վլադիսլավը։ Հարկավոր է ինչ-որ կերպ ուղղել սխալը։ Անիծված երջանկություն։ Երկրորդ նամակը կնոջից էր։ Էլենկան հայտնում էր, որ իրեն այցելել են հարուստ ազգականները, որոնց նա փոքր ժամանակ է տեսել։ Ազգականները ոչ մի պատճառաբանություն չլսելով, նրան գյուղ են հրավիրել, բացատրելով, որ իրենք արտասահման են մեկնում, և ողջ տունն իր տրամադրության տակ կլինի, և որ նրանք համոզված են եղել, որ իրենց հրավերը չի մերժվի։ Վարշավայում են թողել իրենց ծառային ու կառքը։ Ետգրության մեջ Էլենկան զգուշորեն ակնարկել էր, որ բժիշկներն էլ են խորհուրդ տալիս մեկնել։ Այն մասին, որպեսզի Վլադիսլավը վերադառնա, նա չէր էլ հիշել։ Սակայն Վիլսկին այդ բանը չնկատեց, և զարմանալի էլ չէր։ Չէ՞ որ նա ամենագետ իմաստուն ոգի չէր, որ իմանար, թե Վարշավայում իր ու բանկիրի կնոջ մասին ինչեր են խոսում։ Բոլոր դեպքերում Էլենկայի նամակը զարմացրեց նրան։ Հավանաբար նա հիվանդ է, մտածեց նա, գուցեև վտանգավոր, հարկավոր է վերադառնալ։ Երեկոյան, ինչպես միշտ, նա գնաց տիկին Վելտի մոտ և վերադառնալով նստեց կնոջը նամակ գրելու։ Նա խնդրեց կնոջը անպայման գյուղ գնալ, ավելացնելով, որ շուտով ինքն էլ կգա։
Նամակը գրելիս նա իր առջև տեսավ գունատ ու տխուր կնոջը։ Հեռու հեռվից նա ձեռքերը մեկնել էր դեպի ամուսինը, որոնք նիհար և անարյուն էին, գաջի գույնի։ «Դու կվերադառնա՞ս», ասում էր արձագանքը։ «Եթե ես տեսնեմ Էլենկային, Ամելիայից կբաժանվեմ», շշնջաց նա, սակայն անմիջապես էլ ավելացրեց. «Եվ մեծ հիմարություն կանեմ»։ Արթնանալով նա ուղարկեց նամակը, իսկ 2 օր անց հեռագիր ստացավ, որ Էլենկան գյուղ է մեկնել։ Նա անհապաղ գնաց տիկին Վելտի մոտ և շտապ ներս մտնելով ուրախ բացականչեց. «Ժամանակն է վերադառնալ»։ «Վաղուց ժամանակն է», պատասխանեց կինը, և նրանք վերադարձան դարձյալ միասին, և կրկին Վիլսկին ոչ մի քայլ առաջ չգնաց։ «Մի օր էլ», մտածում էր նա, «անիծված երջանկություն»։ 7. Վերջին աստիճանները։ Հունիսի վերջին Վելտը հարստությունը թողնելով կնոջ հսկողության տակ, իսկ կնոջը ընկերոջ, մեկնեց արտասահման։ Վարշավան բամբասանքից տրաքվում էր, որի մասին շահագրգռված մարդիկ ավելի քիչ բան գիտեին, քան ուրիշները։ Էլենկան ամուսնուն հազվադեպ ու քիչ էր գրում։ Եթե նա կնոջ նամակներն ավելի ուշադիր կարդար, գուցե ավելի շուտ բուժվեր։ Դժբախտաբար այդ բանի համար նա ժամանակ չուներ։ Ամիսներն անցնում էին անօգուտ և կրքից տառապելով։ Նա նիհարել էր, գունատվել ու մոռացել բոլորին և ամեն ինչ։ Տիկին Վելտը այդ հանգամանքի վրա ուշադրություն չդարձնել չէր կարող։ Եվ մի անգամ, երբ նրանք մենակ էին, նկատեց. «Դուք այսօր շատ տարօրինակ տեսք ունեք»։ «Եվ դուք չեք ենթադրում, թե ինչու»։ Կիսաձայն հարցրեց նա։ «Ո Աստված իմ, ես ճիշտ է շատ լավ եմ հասկանում ֆինանսներից, սակայն բժշկությունից գաղափար անգամ չունեմ»։ Ուշադիր նայելով ձեռքի մատանու ադամանդին, պատասխանեց նա. «Այդ դեպքում բավական է ծանոթ լինել մարդու սովորական զգացմունքներին», նրան ավելի մոտ նստելով ասաց Վիլսկին։ «Մարդկային սովորական զգացմունքները ուշադրության արժանի չեն»։ Վերամբարձ ոճով արտաբերեց նա։ Վիլսկին խիստ բորբոքված վեր թռավ աթոռից։ «Ես զգում եմ, որ պետք է փախչեմ ձեզանից»։ «Իսկ ես զգում եմ, որ պետք է մնաք», չարաճճիորեն նայելով նրա աչքերին շշնջաց Ամելիան։ Վլադիսլավը կրկին նստեց ու բռնեց նրա ձեռքերը։ Այդ ժամանակ տվեցին հյուրասենյակի զանգը, և ինչ-որ մեկը եկավ։ Օգոստոսի վերջին, երբ Վլադիսլավի սիրային անհաջողությունը հասել էր իր գագաթնակետին, նա Լոնդոնում գտնվող Գրոցկուց հետևյալ բովանդակությամբ հեռագիր ստացավ. «Մոդելների հարցում դու ինձ ծանր կացության մեջ ես դրել։ Ուղարկիր գոնե իմ հրահանգները»։ Այդ հեռագիրը կատաղեցրեց Վիլսկուն, և նա առանց մտածելու պատասխանեց. «Հրահանգները կորել են, վերադարձնում եմ փողերը»։ Երկրորդ հեռագիրը նա չստացավ։ Օրվա մեծ մասը նա անց էր կացնում բանկիրի կնոջ մոտ։ Երբ Ամելիան մենակ էր լինում, Վիլսկին նրան հայացքով խժռում էր։ Երբ տանտիրուհին հեռանում էր, նա երազում էր նրա մասին, անհանգստությամբ ու հաճույքով լսում նրա զգեստի շրշյունը։ Մի անգամ, երբ Ամելիան սենյակում չէր, նա ծնկի իջավ ու համբուրեց այն տեղը, որտեղ Վելտի կինն ավելի հաճախ էր դնում իր փոքրիկ ոտքը։ Նրան ավելի ու ավելի հաճախ էին տանջում հալյուցինացիաները, երբեմն լի սիմվոլիկ իմաստով։ Մի անգամ նա երազում տեսավ, իբր ինքը մուրհակների ու անդորրագրերի թևերով թռչում է մինչև մեծ ժայռի գագաթը ու նույն վայրկյանին ընկնում անդունդը։ Մի անգամ, դա արդեն սեպտեմբերին էր, տուն վերադառնալով նա աստիճանների վրա հանդիպեց հին ծանոթին։ Դա նրա ձեղնահարկի առաջվա հարևանն էր, բարի ձեռնոց կարողը, խիստ նիհարած և շատ աղքատ հագնված։ «Ահ, այդ դուք եք», դուռը հրելով ասաց Վլադիսլավը։ «Ըհը, ես եմ։ Ահա եկել եմ։ Եկա իմանալու ձերդ պայծառափայլության առողջության մասին»։ Գլխարկը հանելով շշնջաց խեղճը։ «Շնորհակալ եմ, վատ չէ», պատասխանեց Վիլսկին և իր ետևից փակեց դուռը։ Միայն մի քանի ժամ անց նա հասկացավ, որ իր նախկին բարի կերակրողը հավանաբար շատ վատ է ապրում։ Նա ցանկացավ իմանալ նրա հասցեն
և ուզեց զանգահարել ծառային։ Անգամ ձգվեց դեպի զանգը, բայց զանգը սեղանի մյուս ծայրին էր, և Վիլսկին թափ տվեց ձեռքը։ Այն, ինչն ազգում էր, ոչ թե մարմնային տանջանք էր, այլ ավելի շուտ հոգեկան անտարբերություն։ Կայծակի հարվածը անկասկած կսթափեցներ նրան։ Երբեմն նրա միտքը պայծառանում էր։ Այդպիսի մի պահի նա ինքն իրեն ասաց. «Հարկավոր է միանգամից վերջ տալ այս բանին»։ Որոշումը հավանաբար լուրջ էր, քանի որ դեմքի յուրաքանչյուր ծալքով վճռականություն էր արտահայտում։ Վիլսկին գնաց բանկիրի կնոջ մոտ։ Ամելիային գտավ կառքի մեջ, երբ նա պատրաստվում էր մեկնել բուսաբանական այգի։ Թույլտվություն խնդրելով, Վլադիսլավը տեղ գրավեց նրա կողքին և մեկնեցին միասին։ Այգում Ամելիան ասաց. «Նայեցեք, տերևներն արդեն թառամում են»։ Թառամում են տերևները, թառամում են սրտերը։ Միայն թե մեկի համար գարունն ամեն տարի է կրկնվում, իսկ մյուսի համար մի անգամ գարուն է, մի անգամ աշուն։ Այդ բառերը մարգարեական էին, սակայն նա ինքն իրեն հաշիվ չէր տալիս, թե ում մասին է խոսում։ Նրանք նստեցին բլուրի վրայի նստարանին, որտեղից դեպի շրջապատը հիանալի տեսարան էր բացվում։ «Այստեղ, — ասաց Ամելիան, — մայիսին սոխակների երամաբույն է հյուսում։ Ես հաճախ եմ նստել այստեղ, լսել նրանց երգը, բայց նրանք հիմա չվել են տաք երկրներ»։ Վիլսկին արմունկները ծնկներին հենել, գլուխն ափերի մեջ առած, լուռ գետնին էր նայում։ «Ձեզ ինչ է պատահել, դուք ձեզ նման չեք»։ «Դուք միանգամայն իրավացի եք», գլուխը բարձրացնելով պատասխանեց նա։ «Ես իսկապես ինձ նման չեմ։ Բայց քոնն եմ»։ Նա բռնեց կնոջ ձեռքերը, վերջինս չընդդիմացավ ու պատասխանեց թեթև սեղմումով, խոնարհ հայացքով նայելով նրա աչքերի մեջ։ Վիլսկին զգաց, թե ինչպես կատաղորեն սկսեց աշխատել սիրտը։ Ականջները խշշացին և նրան մոտ քաշեց։ Կինը չհակառակվեց։ Այդ ժամանակ Վիլսկին գրկեց նրան և իր այրվող դեմքը մոտեցրեց նրա դեմքին։ «Վերջապես», շշնջաց նա։ «Աստծո սիրուն», բացականչեց Ամելիան, «աղաչում եմ ձեզ, գնանք այստեղից»։ Վիլսկին ոտքի կանգնեց արդեն որպես բոլորովին ուրիշ մարդ։ Ուժի և ինքնավստահության զգացումը, որի մասին նա վաղուց մոռացել էր, հիշեցրին իրենց գոյության մասին։ Նա ձեռքը մեկնեց Ամելիային, վերջինս ընդունեց այն և հարբածի նման քայլեց Վիլսկու կողքով։ Կառքի մեջ նա քաշվեց մի անկյուն և փակեց աչքերը։ Ձիերը սլանում էին քամուց էլ արագ, և մի քանի րոպե անց նրանք արդեն տանն էին։ Ամելիան արագ ներս վազեց և վերև բարձրանալով մտավ իր զարդասենյակը։ Վիլսկին նրանից ոչ մի քայլ ետ չէր մնում։ Երբ կինն ընկավ բազկաթոռին, Վիլսկին ծնկի իջավ նրա առաջ և շուրթերով հպվեց նրա ձեռքերին։ «Դու ինձ սիրում ես», ասում էր նա, «ասա, որ սիրում ես։ Թող գոնե մի անգամ ճշմարտությունն իմանամ»։ Սենյակներում խավարն էր տիրում։ Տուն վերադառնալով նա մեռածի պես քնեց, և երազները նրան մի քանի ամսով ետ տարան։ Երազում նա տեսավ, թե իբր Էլենկային հրաժեշտ է տալիս։ Կինը տարօրինակ գունատ էր։ Նրա երբեմնի փայլող կապույտ, իսկ այժմ գունաթափված աչքերից արցունքներ էին գլորվում։ Կինը գրկեց նրա պարանոցը, թեթև ու անեական, ինչպես մառախուղը, և անլսելի ձայնով շշնջաց. «Դու կվերադառնա՞ս, կվերադառնա՞ս»։ Վիլսկին ոտքի թռավ։ Տաք արցունքների երկու շիթ հոսեցին նրա այտերի վրայով։ Ոտքից գլուխ նա պատվեց սառը քրտինքով։ Ձեռքերը դողում էին։ Առավոտյան ժամը 4-ն էր։ Նա այլևս չպառկեց և նույնիսկ բուխարին այս անգամ ինքը վառեց։ Կրակի մոտ նստած նայում էր ծխացող փայտերին ու մտածում։ Ինչի մասին էր մտածում։ Միայն Աստծուն է հայտնի մարդկային հոգու տանջանքները, երբ խղճի խայթը պատառոտում է սիրտդ։ Ժամը 7-ին նա ինքն իրեն ասաց. «Ես ուրիշ եմ դարձել»։ Անկասկած նա այդ պահին իր ողջ հարստությունը կփոխեր աղքատ ցնցոտիների հետ։ Միայն թե իմանար, որ այդ ցնցոտիների մեջ հոգին հանգիստ կլինի։ Անիծված երջանկություն։
8. Le profundis. Ես ուրիշ եմ դարձել, ասում էր Վլադիսլավը, երբ ճակատագիրն ինձ ազատեց կարիքի ճանկերից, իմ գլուխը մի փոքր աղմկեց, բայց այժմ ես սթափվեցի, և այդպես լավ է։ Ես փորձ ձեռք բերեցի, և թեկուզ շատ ժամանակ կորցրեցի, սակայն դրա փոխարեն հարստությունս անձեռնմխելի է մնացել։ Հանկարծ հիշեց կնոջը, դարակից հանեց լուսանկարը և քնքշանքով նայեց երկար։ Արդյոք կներես ինձ։ Էլենկայի ժպտացող շուրթերը անսահման պատրաստակամությամբ ներում էին շշնջում, բայց ավաղ այդ ժպիտն ուրիշ ժամանակ էր ծնված։ Վիլսկին երեխայի պես ուրախ էր։ Պատուհանները բացելով նա մեծ հաճույքով ներշնչեց առավոտյան սառը օդը և հիացավ ոսկե ամպերով, որոնք Աստված գիտե թե որտեղից էին լողում։ Գուցե այնտեղից, որտեղ այժմ Էլենկան էր ապրում։ Օհ, եթե այժմ ես կարողանայի ընկնել քո ոտքերը, իմ մաքուր հոգի, իմ հրեշտակ, շշնջաց նա, զանգահարեց։ Ներս մտավ ծառան։ Այսօր երեկոյան 9-ի համար շտապ կերպով փոստային կարգ պատվիրիր, կարգադրեց Վիլսկին։ Պարզ է։ Սպասիր, ասա ինձ, որտեղ է մեր դեղձանիկը։ Սատկեց ձերդ ողորմածություն։ Այդ դեպքում անմիջապես գնիր 2 հատ, էգ և արու, և անպայման վանդակի մեջ, որ բույն ունենան։ Ծառան գնաց։ Եժի, կրկին գոռաց Վիլսկին, իսկ երբ ծառան վերադարձավ, հարցրեց. պատահմամբ չգիտես, թե այժմ որտեղ է Մաթեուշովան, որն առաջ մեր տանն էր ծառայում։ Հիմա գարեջրային փողոցում է ծառայում, մի 2 անգամ եկել է այստեղ։ Դու նրան մեր տուն կբերես և կասես, որ թողնի այդ աշխատանքը, քանի որ այստեղ պետք է ծառայի։ Մի վայրկյան անց նա նոր հարց տվեց. որտեղ են իմ հաստոցն ու գործիքները։ Ձեղնահարկում ձերդ ողորմածություն։ Հարկավոր է դրանք մաքրել և դնել իմ սենյակում։ Ծառան գլուխը բռնած դուրս գնաց։ Քրիստոս խղճամ ես, այդ ինչ է պատահել նրան, փնթփնթաց միամիտ գյուղացին։ Մեկ էլ տեսար բոլորիս վռնդեց։ Նա առանց երկար մտածելու այդ նորությունների մասին հայտնեց խոհարարուհուն և սպասուհուն։ Իսկ այդ պահին Վիլսկին հագնվում էր, ինքն իրեն կրկնելով. երբ ամեն ինչ պատմեմ, նա գոհ կլինի։ Օ Էլունյա, օ օրհնված փողեր։ Վիլսկին ինչ-որ ուրախ բան սուլեց։ Ճիշտ է, ոչ այնքան ուրախությունից, որքան այն բանի համար, որպեսզի խլացնի հոգում բույն դրած անհանգստության զգացումը։ Քաղաքում նա առաջին հերթին մտավ հեռագրատուն և հեռագիր ուղարկեց գրոծկուն։ Ամբողջ սրտով ներողություն եմ խնդրում ակամա խաբեության համար։ Հիվանդ էի, որքան կարող ես շուտ արի։ Ցանկալի է, որ արդեն թոշակի անցած լինես։ Հեռագիրն ուղարկեց միաժամանակ Լոնդոն և Պետերբուրգ։ Այ ճիշտ միտք է, ասում էր Վլադիսլավը։ Նրա օգնությամբ ես կյանքի կկոչեմ իմ նախագծերից ամենագործնականը ու կսկսեմ ապրել քեզ համար, Էլունյա, և քո շնորհիվ ուրիշների համար ևս։ Այնուհետև նա գնաց համալսարան, որպեսզի լուր ստանա աղքատ ուսանողի մասին։ Երկար փնտրելուց հետո նա գտավ վերջինիս համակուրսեցուն։ Ինչ նորություն կա վայից, հարցրեց նա։ Ստույգ ասել չեմ կարող, պատասխանեց ուսանողը, բայց այնքանը գիտեմ, որ նա թողեց համալսարանը և մեկնեց Պոդոլչինայի կողմերը, դաստիարակի պաշտոն ստանալու հույսով։ Իսկ ինչու թողեց համալսարանը, զարմացած բացականչեց Վիլսկին։ Ինչ եք ուզում, դժվար է սովորել, երբ փողի փոխարեն ունեցածդ ընդամենը 10 մատ է միայն։ Առաջինը, փնթփնթաց Վիլսկին և գնաց հասցեների բյուրո ձեռնոց կարողի մասին որևէ բան իմանալու հույսով։ Նրան 3 հասցե տվեցին։ Հասցեներից մեկը նրան տարավ Օգորոդնայա փողոցը, որտեղ նրան մի անծանոթ մարդ հանդիպեց։ Ես դեռ 2 հասցե ունեմ։ Նա փակեց աչքերը և հանեց պատահած հասցեն։ Այս անգամ գնաց Պրագա և պարզեց, որ տանտերը որմնադիր է։ 3-րդ հասցեով նա ընկավ ուղիղ Վոլսկու ուղեկալը, մտավ մի հարկանի փայտյա տունը և գտավ փոքրիկ, խոնավ, մութ և բոլորովին դատարկ մի սենյակ։ Որտեղ է ձեռնոց կարողը, որ այստեղ էր ապրում, հարցրեց Վիլսկին ծառային, նրա ձեռքը մի ռուբլի դնելով։
Ով գիտե ձերդ ողորմածություն, մի շաբաթ առաջ տան եղած չեղածը վաճառեց ու տղայի հետ մեկնեց։ Բայց նա կին ուներ և 3 երեխա։ Կին, նա այստեղ էր ապրում շատ վաղուց, Սուրբ Յանի օրերից, բայց կնոջն ինչ-որ չեմ տեսել, իսկ նրա 2 մեծ երեխաները դեռ օգոստոսին մահացան։ Ահա և երկրորդը, և երրորդը, և չորրորդը, շշնջաց Վիլսկին։ Ես ուզում էի Էլենկայի մոտ մեկնել ապացույցները ձեռքիս, բայց ինչպես երևում է, ես դրանք չեմ ստանա։ Ախ Աստված։ Երեկոյան նա ստացավ իր հեռագրի պատասխանները։ Պետերբուրգից հայտնում էին. Գրոցկին դեռ չի վերադարձել, իսկ Լոնդոնից Գրոցկին մեկնել է։ Հավանաբար նա ծովով է վերադառնում, մտածեց Վիլսկին և երկրորդ հեռագիրը ուղարկեց Պետերբուրգ, որով խնդրում էր ընկերոջը շուտ գալ։ Բայց Գրոցկին ցամաքով էր վերադառնում և արդեն անցել էր Բեռլինը։ Հեռագիրը նա չէր ստացել։ Առավոտից Վիլսկին տանը չէր եղել, ոչինչ չէր կերել։ Անհանգստության թույնը նրա համար փոխարինել էր ամենաընտիր կերակուրներին։ Նա տուն վերադառնալ չէր ուզում։ Դրա համար էլ մտավ սաքսոնական այգին, նստեց նստարանին և ընկավ ծանր մտքերի մեջ։ 4 զոհեր, կրկնում էր նա, ես եմ մեղավոր, դա ճիշտ է։ Սակայն նրանք ինչի համար տանջվեցին և ինչի համար են շարունակում տանջվել։ Նա մոռանում էր, որ մարդիկ ենթարկվում են ոչ միայն բարոյական, այլև ֆիզիկական կանոններին։ Նա մոռանում էր, որ հասարակությունը միասնական է, և եթե նրա մի մասն իր պարտականությունները չի կատարում, ապա դրա փոխարեն վճարում են մյուսները։ Երբ տուն վերադարձավ, դուռը բացող ծառան զարմացած նրան նայեց։ Ոչ ոք չի եկել, հարցրեց Վիլսկին։ Նամակ էր եկել։ Փորձելով վառել մոմը, Վլադիսլավը թափրտեց լուցկիները։ Մատներն ասես փայտացել էին, և ծառան ստիպված եղավ օգնել նրան։ Անծանոթ ձեռքով գրված նամակը հետևյալ բովանդակությունն ուներ. Ողորմած Տեր և բարերար, չնայած այն բանին, որ մենք անծանոթ ենք, ձեր հարգարժան ու առաքինի կնոջ օգտի համար ես համարձակվում եմ ձեռքս վերցնել գրիչը ու գրել այս տողերը։ Մինչև այժմ մի անգամ չէ, որ փորձել եմ գրել ձեզ, բայց ձեր բարեհոգի տիկինը թույլ չի տվել։ Շատ չխորանալով, քանզի այդպիսի դեպքերում դա ամենավատ բանն է, և երբեմն ստիպված ես ասելու այն, ինչ չես ցանկանում արտահայտել, իմ Տեր ու բարերար, ամենայն զգուշությամբ ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն բանի վրա, որ վերը նշված ձեր տիկինն իրեն այնքան էլ լավ չի զգում։ Ավելի ճիշտը կլիներ ասել, որ շատ ու շատ վատ է, բայց չեմ ցանկանում ավելորդ մանրամասնություններով վշտացնել ձերդ ողորմածությանը, որոնց լուրը ցավոք չեն ուշացնի հասցնել։ Վիլսկին շարունակությունն այլևս չկարդաց։ Գրոտված թղթի հակառակ երեսին նայելով հասկացավ, որ նամակը գրված է տեղի քահանայի կողմից։ Տենդագին արագությամբ հագավ մորթե վերարկուն, վերցրեց փողերն ու գնաց փոստային կայարան, որտեղ պահանջեց 4 ձիանոց մի կառք։ 1 ժամ անց նա քաղաքից շատ հեռու էր։ Հաջորդ օրը երեկոյան 5-ին մոտ Վլադիսլավին տանող փոստային կառապանը, որը վերջին կայարանից էր, թեքվելով դեպի ուղևորը, ձեռքում բռնած մտրակի կոթով ցույց տվեց արդեն դեղնող ծառերով պատած բարձունքն ու ասաց. Ահա ձերդ պայծառափայլություն, Աստծո կամք դաստակերտը։ Աստծո կամք, կրկնեց Վիլսկին։ Հիանալի դաստակերտ է ձերդ պայծառափայլություն։ Հողը բերի է, մարգագետնում ջրաղաց կա, ամեն ինչ տեղը տեղին է, ինչպես ընդունված է բարի շլախտիչների մոտ։ Աստծո կամք, շշնջաց Վլադիսլավը։ Նրանք անցան այգու կողքով։ Անշարժ ծառերի արանքից երևում էին սպիտակ պատերը։ Վիլսկին մի հինգանոց տվեց կառապանին և ցած թռչելով կառքից ցատկեց անցավ ցանկապատի վրայով։ Երևում է շատ է շտապում, գլխարկը ձեռքին պահած մտածեց զարմացած կառապանը։ Ոչինչ չտեսնելով, իրեն կորցրած Վլադիսլավը վազքով կտրեց անցավ այգին և կանգնելով բլրակի գագաթին, խաղողի որդերով ծածկված նախագավթի ապակեպատ դռների արանքից, տեսավ մի քանի մեծ, կողք կողքի շարված մոմեր։ Նրա ձեռքերի ուժի տակ բանալիով փակված դռներն աղմուկով բացվեցին։ Գորգով ծածկված ցածր տախտի վրա, սև գործած զգեստը հագին,
որը լավ հիշում էր իրենց աղքատության օրերից, խաչը գլխավերևում և սրբապատկերը ձեռքին, այրվող մոմերով շրջապատված, պառկած էր մեռած Էլունիայի մարմինը։ Վիլսկին նստեց բազկաթոռին, փայտացած մատները հենեց ծնկներին և անզգայացած հայացքով նայեց մոմերից մեկին, որի վրայով խոշոր կաթիլներով հոսում էր հալված մեղրամոմը։ Դռան արանքից երևում էին հետաքրքրասեր ծառաների գլուխները, որոնք փսփսում էին։ Դա երևի ամուսինն է, հա՞։ Իհարկե ամուսինը կլինի, բա ոնց։ Մի քանի րոպե անց սենյակ մտավ մի մեծահասակ կին, որը հավանաբար տնտեսուհին էր։ Մի երկու անգամ երեսին խաչ անելով, կանգնեց Վլադիսլավի մոտ և սկսեց արտասվել. «Ախ, խեղճ աղջիկ, ինչքան երիտասարդ էր ու լավիկը։ Ավելի լավ կլիներ, որ բարի Աստվածն ինձ պառավի ստաներ նրա փոխարեն։ Ձերդ ողորմածություն, ես ամեն ինչ արեցի նրա համար, ինչ կարող էի։ Ամեն օր թարմ կաթ ու աղբյուրի սառը ջուր էի տալիս, թթու վարունգի ջուր էի խմացնում, ծխահարում ու հմայում էի, բայց այդ ամենը զուր էր։ Խեղճը դեռ այն ժամանակ էր հիվանդ, երբ Վարշավայից այստեղ եկավ։ Քանի անգամ ես նրան ասացի, որ ձերդ ողորմածությանը հարկավոր է կանչել, իսկ նա չէ ու չէ։ Իսկ վերջին շաբաթօրն ինձ ասաց. «Իմ Բորկոսիա, տարեք ինձ բլրակի վրա, այնտեղից ավելի լավ է երևում»։ Եվ ասում եմ ձերդ բարեծնությանը, ամբողջ օրերով ձայն չէր հանում, միայն շարունակական ջեր դնում, թե որևէ կարգ չի գալիս, ոչ ոք ներս չի մտնում, և երբեմն շատ ցածր ձայնով ասում էր. «Ախ, ես երևի նրան այլևս չեմ տեսնի, երբեք»։ Վերջին օրը թուղթ ու մատիտ պահանջեց։ Մտածեցի, թե նամակ կգրի իմ աղավնյակը, բայց ոչ, մի բան գրեց. «Վլադիկը, Վլադիկը, իմ Վլադիկը երբեք չի վերադառնա»։ Բայց ինչ եմ ասում, ձերդ ողորմածությունը ճանապարհից հոգնել է։ Գուցե ձվածեղ անեմ, հը։ Մսեղենից պատրաստի ոչինչ չկա։ Պառավը սենյակից դուրս եկավ, արդեն դռների մեջ քրթմնջալով։ Ողորմի իրեն, հավերժ հանգիստ հոգուն։ Վլադիսլավը աթոռից վեր կացավ, նայեց մեռածի մոմի պես դեղին դեմքին, կավի պես մուգ կոպերին, բռնելով նրա սառը, փայտացած ձեռքերը շշնջաց. «Էլունիա, այդ ես եմ»։ Նրա հայացքի առջև վերակենդանացավ կնոջ դեմքը, ինչպես այն ժամանակ երկրորդ հարկի պատուհանի մոտ կառքի անիվների աղմուկին ականջ դնելիս։ «Էլունիա, այդ ես եմ», կրկնեց նա։ «Ես այստեղ եմ, նայիր ինձ»։ «Ախ, ես երբեք արդեն չեմ տեսնի նրան, երբեք», պատասխանեց տեսիլքը։ «Ախր ես այստեղ եմ, նայիր ինձ, Էլունիա», տնքաց Վիլսկին։ Այդքան երկար սպասել ու չտեսնել։ Մառախուղի մեջ ցրվելով արտասվում էր տեսիլքը։ Հաջորդ օրը քահանայի և ծխականների մի փոքր խմբի ուղեկցությամբ Սև Դագաղը տարան դեպի գյուղական գերեզմանատուն։ Թաղման թափորի ճանապարհին նրանց մոտ կանգ առավ մի կառք։ Նրա միջից դուրս թռավ Գրոցկին ու միացավ Դագաղի ետևից քայլող Վլադիսլավին։ Ամբողջ ճանապարհին Վիլսկին ասես փայտացած լիներ։ Ոչ մեկին չէր նայում և լռում էր։ Երբ գերեզմանատուն մտան, լսվեց ինչ-որ մեկի ձայնը. «Դագաղի կափարիչը բացեք, գուցե նա մի անգամ էլ է ցանկանում տեսնել իր կնոջը»։ Վլադիսլավը ասես չէր լսում այդ խոսքերը։ Չլսեց նաև Դագաղի վրա լցվող ծանր հողակտորների աղմուկը, ոչ էլ հիմնի սրտաճմլիկ երաժշտությունը։ Ողջույն երկնքի թագուհի, գթառատ Մայր Աստվածածին։ Երբ թաղման բոլոր մասնակիցները հեռացան, Գրոցկին ցնցեց Վլադիսլավի ուսն ու ասաց. «Գնանք ինձ հետ»։ «Ես անիծված եմ», պատասխանեց Վիլսկին։ «Դու միայն հիվանդ ես և ուրիշ ոչինչ, գնանք ինձ հետ»։ Նա սպանել է ինձ, լսում ես, սպանել է և կսպասի այդ սարսափելի Սև Դագաղի մեջ, բայց այլևս ինձ երբեք չի տեսնի, երբեք։ Նա տնքոցով ընկավ հողի վրա, թևերը տարածեց և ջղաձիգ շարժումներով գրկեց թարմ գերեզմանաթումբը։